Սկզբից մեզ թվում էր այդքան լավ գրող չի, եթե անկեղծ լինենք, բայց մի քիչ որ կարդում ես հետաքրքիր բաներ ունի էլի մեջը ամեն դեպքում։ Լավ գրող է Վազգենը այդ իմաստով, նյարդին կպնով գրող է։ Իրանք ի վերջո Վազգենը, Վանոն, Լևոնն է իմ համար հիմնադիր հայրերն են մեր պետության։ Ու հետո երբ որ մեծ տարիքում իմացա, որ ինքը նաև գրող է եղել, ու սկսեցի կարդալ, այդ կերպարը այնց համ փլուզվում է, համ հաստատվում է։ Ինքը այդքան այդ խիստ այդ բանի կերպարը չի էլի, այդ բանը նախարարի, սպարապետի sense ինչ-որ կերպարը չի։ Դրա համար այնց գործեր են կընտրել, որոնք թե զուգահեռվում են Վանոյի գործերի հետ, թե նաև ժամանակի շունչն են տալիս։ Մեկը դրախտես Փարանձեմն է, մյուսը Հարգվածն է, եւ երրորդը Կրուիզն է։ Ես էլ եմ հիմա լացում, ասում արցուկներս կտենաս բանի վրա էլի։ Թղթի վրա, հա։ Թղթի վրա։ Շատ լավն էր։ Իրոք sense ուտելու պատմվածքեր են, sense որ համով բան կար էլի մեջը։ Կարևոր է ինձ թվում է այդ միֆական կերպարներից դուրս տեսնել մարդուն։ Իսկ գրականության մեջ կակրած Վազգենը ավելի ոնց որ հենց Վազգենն է։ Ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք մեր լսողներին, դիտողներին, սիրելի պատրեոններին, ոչ սիրելի մեզ ատողներին, բոլորին ողջունում ենք։ Եթերում է Չարքաստը, եթերում են հրապարակախոս պատմաբան մեդիափորձագետ Գոռ Մադոյանը եւ գրող ծրագրավորող ընտանիքի հայր Նորայր Սարգսյանը։ Այսօր խոսելու ենք նորանկախ Հայաստանի պատմության երևի թե ամենաֆենոմենալ կերպարներից մեկից, ամենահայտնի կերպարներից մեկից, ամենաողբերգական կերպարներից մեկից, այսօրվա մեր հերոսը եւ նրա գրականությունը Վազգեն Սարգսյանն է լինելու, Վազգեն Սարգսյանն եւ նրա գրականությունը։ Շատերի համար իհարկե Վազգեն Սարգսյանը հայտնի է որպես կամ մեծամասնության համար որպես քաղաքական գործիչ, որպես պետական գործիչ, որպես պարապետ, որպես ազգային հերոս, որպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչական որջագործության զոհ, բայց Վազգեն Սարգսյանը իր ոնց որ հասարակական քաղաքական կարիերան սկսել է որպես գրող, որպես Գարուն ամսագրի նաև խմբագրական խմբագիրներից մեկը, որպես Լենինյան երիտասարդական վլկեմի մեդալակիր Հրանուշ Հակոբյանի կողմից։ Այնպես որ այսօր մեր հերոսը Վազգեն Սարգսյանն է եւ նրա գրականությունը։ Մինչ այդ խնդրում ենք բաժանորդագրվել մեր YouTube-ին, լայքել, տարածել մեր վիդեոները, բաժանորդագրվեք նաև մեր սոցիալական ցանցերին, Facebook-ին, Instagram-ին, առանց ձեր դիտումների, առանց ձեր լայքերի, առանց ձեր տարածումների, առանց ձեր ֆինանսական օգնության մեր հաղորդումը չի կարող գոյատևել, իսկ մենք սկսում ենք։ Սկսեմ միանգամից երևի sense հարցնամ, մինչև էդ էինք քննարկում, հարցով էլի, sense սկսենք։ Երբ որ նայում եմ իրանց կենսագրությունները, նաև խորհուրդ ենք տալիս մեր Վանոս Շադեղյանի մասին հաղորդումը նայել, շատ ձեր դուր է կգա, շատերը հավանել են, արձագանքներ դրական ենք ստացել, դրա համար ենք ասում, ոչ թե էգոցենտրիկ ենք, բայց նաև էգոցենտրիկ ենք, հա։ Երբ որ նայում եմ իրանց կենսագրությունները, թե Վանոս Շադեղյանի, հələ Վանոն մի քիչ ավելի տարեկով էր, թե Վազգեն Սարգսյանը, նայում էր, որ մեզնից երիտասարդ են եղել, երբ որ սկսել է 88-ի շարժումը սկսել է։ Երբ որ սովետական միության վերակառուցման, սկզբից վերակառուցման քաղաքականությունն էր, վերակառուցման, հետո արագացման, հետո շարժումներ, հետո սովետական միության փլուզումներ, պատերազմներ եւ այլն, մեզնից երիտասարդ են եղել, բայց այդպես ոնց որ գլխով, մարմնով, հոգով նետվել են մարտի, չեն միգուցե եւ վախեցել են, չգիտեմ հիմա վախեցել են, չեն վախեցել, համենայն դեպս հետքալ չեն արել, էլի։ Ու նայում ես թե ինչ տարիքում ինչ պաշտոններն ասա, օրինակ Վազգենը 40 տարեկան չկար, արդեն երկրի վարչապետ էր 99 թվին։ 92-ին, եթե չեմ սխալվում, երբ որ պաշտպանության նախարար էր, 33 տարեկան է եղել։ Վախենալու տարիք, ես եմ 33 տարեկան, էլի, պատկերացրու 33 տարեկան էլի։ Իհարկե հեղափոխական ժամանակներ են եղել, բան են եղել, բայց հիմա որ դու նայում ես մանավանդ ինքն էլ գրող եղել, դու ես գրող, ինչ ես զգում էլի, ինչ դասեր է Վազգենի կենսագրությունը տվեք ես, կամ ընդհանրապես այդ ժամանակի մարդկանց կենսագրությունը էլի։ Այ, մամար դե Վազգեն Սարգսյանը իհարկե որպես գրող չի մտել իմ կյանք, որովհետև դե ես 90-ականների սերնդից եմ ու հետաքրքիր բան ասեմ, իմ առաջին տենց լուրջ հիշողությունը, որ ես տես լավ հիշում եմ, 99 թվի հոկտեմբերի 27-ն է։ Այսինքն ես այդ իրավիճակը հիշում եմ ընդհանրապես, տանը մի քիչ խառը վիճակ էր, այդ նույն օրը ոնց որ
հորեղբայրս բանակից ինչ որ փախել էր, եկե բռնել հետ էին տարել, sense ինչ որ խառը մեծ պատմություն էր մեր տունը կատարվում ու ոնց որ Պապային գնացել էին հոպարին բերելու ու հենց զոդի չհաստում էր էլի ծառայում հոպարը Արարատի ոնց որ Վազգենի են բանը էլի կենտրոն տիրույթները ու ոնց որ գնացել էին այնտեղ ու այդ խառը վիճակը սկսել էր ու Պապան զանգել էր տուն ասել էր Վազգենին խփել են ու ոնց որ հələ տենց ոնց որ շուխուրը չէր հելել չգիտեինք ինչա կատարվում բան բայց այնտեղ խառը վիճակ արդեն այդ զորքերը այնտեղից գալիս են ճամփաները Երևանի փակվում են բան ու այդ հիշողությունը իմ մոտ շատ sense ուժեղ տպավորվել է ու ընդհանրապես Վազգենի կերպարը ինքը sense թե ոնց որ չգիտեմ ֆիզիոգնոմիկայի իմաստով թե բանի ոնց որ ինքը ունի էլ այդ ոժդի կերպարը կա որ sense ազգային ինչ որ բան կա մեջը չէ այդ հայկական շատ sense բան կա ու նաև բան չի որ տարօրինակ չի որ հենց ադրբեջանցիները երկար ժամանակ հայերին Վազգեն էին ասում տենց բանով էլի կիսա վախենալով կիսա կատակով կիսա բանով այդ ժամանակվա հայերին ոնց որ Վազգեն էին ասում բոլորին ու տենց մի խոսքով ինքը հայկական ինչ որ հավաքական կերպար էր դառել մեր բոլորի համար ու բացի դրանից կա այդ միֆական կերպարը որը իր շուրջ ստեղծվել է ու հետո երբ որ ես արդեն մեծ տարիքում իմացա որ ինքը նաև գրող է եղել ու սկսեցի կարդալ այդ կերպարը նախ ի սկզբանե միանգամից sense համ փլուզվում է, համ հաստատվում է, հետաքրքիր sense բան կա, էլի։ Փլուզվում է այն իմաստով, որ դու տեսնում ես, որ ինքը այդքան այդ խիստ այդ բանի կերպարը չի, էլի, այդ բանը նախարարի այդ սպարապետի sense ինչ որ կերպարը չի, այդ ազգային ինչ որ բաներ բռնող, որովհետև ինքը ըստ էության որ խոսում ենք Վանոյի մասին, կարելի է նաև Վազգենի մասին շատ բաներ ասել, այդ նույն բառերով ասել, որ այդ փոքր մարդու կերպարը սովետի դեմ սովետի հետ կապված ինչ որ այդ փոքր պատմությունները, այդ ուշ սովետի բյուրոկրատիզացիայի այդ մաքսիմալ կետին հասնելը, դրա այդտեղ այդ մարդիկ ովքեր ապրում են այդ բյուրոկրատիայի մեջ ու փորձում են ասես գոյատևեն, խուսանավեն ինչ որ բաներից, մի խոսքով նմանություններ շատ կան Վանոյի հետ գրականության հետ կապված ու գիտենք նաև որ Վանոն ու Վազգենը ընկերներ են եղել, ու ինչ որ պայի ընկերներ են եղել, ինչ որ պայի կռվել են բան։ Այդ իմաստով Վազգենի կերպարը տենց փոքրուց իմ մոտ տենց մնացել էր, տենց որպես ինչ որ հետաքրքիր բան, թեպետ հենց փոքրուց էլ իմ համար ինչ որ հակասական բան կար, որովհետև ես հիշում եմ որ մեծերը հակասական բաներ էին իր մասին խոսում։ Մանավանդ այդ մինչ մեռնելը բացասական բանը շատ էր, մեռնելուց հետո իհարկե ոնց որ գնա մեռի արի սիրեմը հայերի մոտ սիրված բան է, բայց այդ հիշում եմ այդ անգամ գիտես հատկապես երբ որ քո կամքով չես մահացել, անգամ գիտես որ բանն եմ շատ լավ հիշում այդ Մարտակոչի վիդեոն որ առաջին անգամ տեսել էի, մահապարտելին, այո։ Հա, շատ sense ազդեցիկ բաներ ու իմ մոտ ինչ որ անկախ ինձնից ես պարոդիա էի սկսում այդ անել, որտեվ այդ խոսալու ձևներ ինչներ իմ մոտ sense մնացել էր էլ, ինչ որ բան կար, տեմ կար, ես նստում էի sense իր դեմքով անում էի, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, sense всяк ինչ որ հետաքրքիր էր էլի, շատ տարբերվող բան կար մեջը, ու տենց երբ որ իր գրականությունն ես կարդում, կա բնական այդ իր կերպարի շարունակությունը գրականության մեջ, այդտեղ հիշում եմ այդտեղ մի հատված կար, որտեղ այդ ասում է ինչ որ բան է պատմում, հետո ասում է իմ արև ու պատմողն է տենց ասում իմ արև ու մի տեսակ այդտենց ինչ որ բան կա, որ իր խոսքի մեջ հետագայում հիշում ես շատ ենք իր այդ վիդեոները քննարկել իրար հետ, այն որ տղերքով կռված տղերքով նստած ինչ որ անեկդոտներ, հումորներ, բան ինչ որ դեպքեր են պատմում, ծիծաղում բան։ Այն ոչ ձեր բանը, հիշում ես, այդ բանը պատմությունը, բան իր այդ կերպարը, այդ շատ այդ մասկուլին տղամարդկային կերպարը ու գրականության մեջ էլ է ինքը մի տեսակ այդ տեսակի մեջ է, էլի, այսինքն թե եթե Վանոյի մեջ ավելի այդ կիսատոները շատ են, ավելի խորանալ է օրինակ կնոջ կերպարի մեջ, Վանոն դեռ գործեր կա, որ կնոջ տեսակյունից կանացի բանը կա Վանոյի մեջ ու ավելի նուրբ բան կա Վանոյի գրականության մեջ, Վազգենի մոտ ավելի 4 sense մի քիչ տենց Հեմինգվեյական կարելի ասել ոչ կա, որը sense բանը է, շատ տղամարդակենտրոն է, ու իր կյանքն էլ ոնց որ այդ էր ցույց տալիս, էլի։ Այդպես այսօր որոշել ենք 3, չէ, 3 գործ ենք առանձնացրել, ընդհանրապես մեկ-մեկ sense որ ամբողջական ես խոսում գրողի մասին, ոնց որ ոչ մի բանի մասին չխոսաս, ավելի լավ է որ կոնկրետ գործեր ես ընտրում, որ մի քիչ ավելի խորքային նայես,
Ոնց որ case study-ների լոգիկայով իրեք գործ ենք առանձնացրի, այտենց միկրո կետային բաներով, որովհետև ժամանակն է չիների, ծավալն է չիների, երեք գործերը, որ առանձնացրել ենք, մեկը դրախտես փարանձեմն է, մյուսը հարգվածն է, պատուր գառնիկի չէ, ու երրորդը բանն էր, ինչ էր երրորդը։ Կռուիզը, հա, եւ երրորդը կռուիզն է։ Երեքն է տարբեր թեմատիկայով, տարբեր յուրօրինակության գործեր են։ Հերթով հիմա դրանց կանադառնանք, բայց մինչև այդ սենց մի բան ասեմ, երբ որ Վազգենի այդ գրականությունը նայում ես, զգում ես, որ այտենց ժամանակի շունչը կա այն իմաստով, որ ոնց որ այդ գյուղի քաղաքի հակադրությունն ես տեսնում, սոցիալական խնդիրներն ես տեսնում, տղամարդու դժվար տարիքն ես տեսնում, ոնց որ Վանոն կասեր, այդ տղամարդու կերպարի խնդիրներն ես տեսնում, կանանց հետ հարաբերվելու, սեփական կյանքից հոգնած լինելու, սեփական ընտանիքից հոգնած լինելու, ինչ որ տարիքում ապրածը վերաիմաստավորելու, այդ բոլոր խնդիրներն ես տեսնում, գյուղից քաղաք եկած մարդու կամ քաղաքի նայող մարդու այդ խնդիրներն են։ Սովետական Հայաստանի խնդիրները, որոնք հիմա էլ կան ինչ-որ առումով, բայց հիմա այդ խնդիրները գոնե ինչ-որ նաև դզվել են, քանի որ ամբողջ գյուղը եկե բանը, բոլոր մարզերը Երևանում են, էլի, այսինքն տենց հավանաբար Վազգենի գրելու տարիներին Երևանը այդքան Հայաստանը կենտրոն չէր, այսինքն Հայաստանի բնակչության կեսից ավելին Երևանում չէր ապրում։ Դրա համար այնց գործեր են կընտրել, որոնք տենց թե զուգահեռվում են օրինակ Վանոյի գործերի հետ, թե նաև ժամանակի շունչն են տալիս, որովհետև իրանք երկուսն է ժամանակի շունչն են եղել, էլի, այդ առումով են բաները, որ կար շատ առանցքային էին, ու նաև այդ բաները շատ կենցաղային էին այդ իմաստով, որ դրանով էլ է հետաքրքիր, էլի, կենցաղային էին, նաև խոհափիլիսոփայական էին, ինչ որ Առաջի գործը ուրեմն բանն է, դրախտես փարանձեմն է, դրախտես դու փարանձեմ, դրախտես դու փարանձեմ, այո։ Նախադասությունն է, էլի վերնագիրը։ Ես սյուժեն կարամ պատմեմ, ուրեմն քաղաքից ինչ որ գնդապետի հետ մի սիրունիկ աղջիկ է գալիս բան, հանդապահը բան անում, գերվում է, տարվում է, սիրահարվում է, օթերով անգնում այդ սիրունիկ աղջկանով ու անընդհատ փարանձեմ է ասում, իսկ աղջիկը ասում է անունս Գոհար է, էլի, տենց։ Ու այդ աղջիկա կերպարը այդ քաղաքից եկած գրունկներով, ինչ որ երկար բարակ ոտքերով, սպիտակ մաշկով բան ու այդ հանդապահի կերպարը, որ անուն չեմ հիշում թե անուն կար հանդապահ։ Ոնց չի, թե ասում է, չեմ հիշում։ 60 կարևոր բանը, որ ինքը նշում է, որ 62 տարեկան է, այսինքն արդեն ոնց որ կապ չունի вообще այդ ամեն ինչի, բայց խորհրդային Հայաստանի չափանիշներով դες լավ տարիքն առած մարդ է, էլի։ Ու հանդապահի կերպարն է, այդ բարակիրան աղջիկա կերպարն է, որ բան է անում, տենց ալեկոծում հոգին հանդապահի ու նույնիսկ Վազգենը գրում ասում է բան է նոր ստիրաված երիտասարդի պես ձեռաչարներ թիթեռնիկներ կհավաքեր աղջիկա համար ու հետո արդեն հետ է գալիս այդ հանդապահի հիշողությունները, որ սաղ կյանքը չարքաշ կյանք է ունեցել, կնիկ իրանից անընդհատ դժգոհ է եղել, որովհետև նորմալ փող չի աշխատել, նորմալ փող չի բերել տուն, երեխեքին լավ չի նայել, սկին մի նորմալ մաշնա չի կարացել առնի, տենց ոբշեմ, անընդհատ տենց կենցաղային հա, բան։ Հացի խնդիր է ունեցել, էլի, հացի փորձը ոնց որ Վազգենի ժողովածն է, հացի փորձը, տենց հացի խնդիր է ունեցել, անընդհատ այդ գրաստի պես գլուխը կախ գործ է արել, չի կարացել խելքի գա ու արտաքին աշխարհից այդ աղջիկը որ գալիս է ոնց իր կյանքը փոխում է, էլի ու սկսում է հիշել նաև իր երիտասարդությունը, մի օր է հիշում իր կյանքից, երևի այդ մարդու կյանքի լավագույն օրն է, այդ երբ որ գնում է Երևան, խաղ է ծախում, փող է աշխատում ու այդ փողը մարմնավաճառույներից մեկի վրա է ծախսում, մի ամբողջ օր հյուրանոցում իրան ոնց որ ինքն ասում, թագավորի կյանք անում մի օրով, ոնց որ պատմվածքում ասում, թագավորի կյանք անում մի օրում ու այնքան է այդ օրը իր համար դառնում իր կյանքի ամենակարևոր օրը, իր կյանքի ամենահիշվող օրը, ամենասիրվող օրը, որ աղջկա անունն այդ մարմնավաճառով անունով է դնում փարանձեմ։ Հա։ Ու ոնց որ միակ օրն է լինում, որ ինքը իրան լիարժեք մարդ է զգում, էլի, լիարժեք մարդ է զգում սիրո,
առնականության, բավարարության, այդ նույնիսկ ասում սպիտակ վերնաշապիկ էր բերել, ոչ մեկին այդ օրը քաղաքի սպիտակ վերնաշապիկ էր բերել, ոչ մեկին թույլ չէր տալիս բանաներ, որ այդ բերել էր կախել էր ոնց որ բանում այդ անիչը զգեստապարանում ոչ մեկին թույլ չէր տալի կպնեն ու հոտ էր քաշում, ու հոտը մինչև հիմա մնացել էր, էլի։ Կոմոդ ինչ զգացողություններ են էլի այդ գրականությունը կարդալուց, որովհետև իմ մոտ առաջինը որ կար մի անգամից էներ, որ հա դե լավ, մենք այս պատմությունը գիտենք, Չարենցի մտնաձորի, Բակունցի մտնաձորի չարքը դրա մասին է։ Բայց հետո որ նայում ես, ոճը արդեն փոխվել է, այսինքն Բակունցը իր ոնց ասեմ, իրանց Սյունյաց աշխարհի ոճով է գրել, վախ կոմունիստների նոր գալու, բոլշևիկների նոր գալու, Վազգենի մոտ արդեն այդ ուժ խորհրդային շրջանն է, էլի։ Հետո էսթետիկան է շատ տարբեր, եթե նայենք, ամենակարևորը ինձ թվում է, որ վերցնենք, Վազգենի մոտ ավելի ոնց որ հողի բան է, գործը, այսինքն սենց պարզա, ավելի շատ չի, այսինքն իր մոտ այդ բաները շատ չի խորացնում, այդ գծերը, որոնք ասենք Բակունցի մոտ ուրիշ ուղղություններով են տանում, այդ գծերը շատ խորացած չի, այլ հենց մաքուր այդ story telling-ի ոճն է, այսինքն ուղղակի պատում է, որը ինչ որ մարդու միամիտ, ասենք անսպասելի ինչ որ դեպք է մարդու կյանքում, որը 62 տարեկանում թռնում է ինչ որ թիթեռնիկների հետևից, էլի, ինչ որ աղջկա համար, այսինքն ինքը լրիվ մանկանում է, էլի, ոնց որ լրիվ դառնում է 18 տարեկան սիրահարված երեխա 62 տարեկանում, ինչը ընդհանրապես հետաքրքիր ֆենոմեն է, այդ իմաստով, որպես եթե վերցնենք հենց ուղիղ պատմությունը, ու կերպարը այդ մարդու ինքը ոնց որ երբեք էլ տենց ինչ որ երասկոտությամբ բան չի եղել, էլի, բայց երկու անգամ է կյանքում փաստացի տենց բան եղել։ Մեկը այդ Փառանձեմի պատմությունն է, մեկը էլ էս Գոհարի պատմությունը, որը կարծես գալիս է ուղակի փակելու համար Փառանձեմի պատմությունը ու փակելու համար իր կյանքը, էլի, ընդհանրապես, որովհետև այդ բանը այդ տրյուկը, ոնց որ օգտագործած է, որը մի նոր պատմություն է բացում է քո համար այն հին պատմությունը, որը իրական պատմությունն է, այսինքն թե հենց նույն այդ հերոսի անունը խառնելը բան, ուղիղ այդ հնարքի մասը է, էլի կազմում, որ այսինքն մարդու հետ այնց Պաուրսևակոնի չէ, որ բանը անում է, նորից շեն սիրում են կրկին, ու շատ ոնց որ շատ մարդկանց համար այդ անհասկանալի է, ինչ է նշանակում նորից չեն սիրում են կրկին, այդ այսինքն նորիցի ու կրկինի այդ տարբերությունը որն է, որ նորիցը լրիվ նոր էջից է, նոր բանից է, նոր սեր է, իսկ կրկինը նշանակում է, որ ինքը ուղղակի կրկնվող բան է, հին բանի կրկնությունն է, ու սերը իրականում ու այս տղամարդու կյանքում ոչ թե անգամ սերը, այլ ինչ որ գեղեցիկի մուտք է այս մարդու կյանք, այսինքն ինքը ինչ է անում, սաղ կյանքը այդ հանդում խելոք համբալի պես տանջվում է, ասենք ունակությունն է այդ սիրո ունակությունն է։ Հա, ունակ լինել սիրել։ Ունակ լինել սիրել, ընդհանրապես այդ գեղեցկությունը տեսնել, չէ՞, շատերս ոնց որ կարանք ապրենք այտենց ամբողջ կյանքը ու տենց էլ այդ բանին ոնց որ այդ գեղեցկության այդ բանը չունենան, էլի, ասենք մարդիկ իրանց այդ կյանքի թոհու բոհի, վասքի բանի մեջ ուղղակի չտերան այդ սիրունը բան ու իրանց կյանքում չունենան, չհասկանան էլ ինչի պակաս ունեն անգամ։ Հիմա այս մարդու կյանքում կարծես թե օթից գալիս է երկու անգամ այդ բանը ու առաջին անգամը կարևորը որ ինքը ռեալ մասնակցություն է ունենում, այսինքն այն կարգավիճակ է լինում, որ ինքը կարում է այդ սիրունությանը կպնի ու մեծ տարիքում ուղղակի արդեն ոնց որ հետ հայացա հենց իր ջահելությանը նաև այդ իմաստով։ Ընդ որում եթե չեմ սխալվում, բանում այդ երբ որ հետը հայացանում է որ այդ Փառանձեմի պատմությանը մարմնավաճառուհու պատմությանը էլի ինքն է գտնում իրան, այսինքն այդ մարմնավաճառուհին է գալիս շուկայից գրավում, գայթակղում, հետո տանում իրան։ Ասма թե ոնց այդքանի մեջից ոնց որ ինձ բան արեց, էդ էլ է հետաքրքիր։ Այսինքն ինքը օթից եկած է, ինքը չի։ Ու երկրորդ անգամ էլ տես Գոհարն էլ է ինքը գալիս էլ, այսինքն այդտեղ ինքը ոնց որ ավելի շատ ոնց ասեմ, օբյեկտ է կամ пассив դիտորդ է, այդ առումով ինքը մենք տեսնում ենք որ ունի ցանկություններ, այդ գեղեցիկի ընկալումը կա, զգացումը կա, ինքն էլ գիտի որ իր կյանքը այտենց իր երազանքների կյանքը չի ինչ նորություն ասում, բայց դեպի իրան է գալի, էլի ինքը չի այդտեղ։ Հա, ինքը ոչ մի բան չի անում դրա համար, այսինքն ինքը ուղղակի ընկնում է այդ գեղեցկության ոնց որ բաների տակ, էլի, այդ չգիտեմ, այդ շողերի բանի տակ ընկնում է ու իր ոնց որ իր դեմքին էլ է կյանքի մեջ մի երկու անգամ իր դեմքին էլ է արև ընկնում դրա շնորհիվ, էլի, այդ գեղեցկության շնորհիվ, այդ ամեն ինչի շնորհիվ
ու ընդհանրապես մի հատ ուրիշ ասպեկտով կուզեի նայենք այս բանին, կերպարի հենց բանով, օրինակ տղամարդու համար այդ ոնց է, չէ, որ փոքր ես լինում, քեզ թվում է, երբ որ մեծանում է մարդը, ցանկությունը եւս մեռնում է։ Այսինքն հնարավորությունը բնականաբար ոնց որ ուզում ասի, ասենք 60 քանի 70 տարեկանում հնարավորությունը, չգիտեմ, ջահել աղջիկը սիրունությանը կպնելու ոնց որ մարում է, քեզ թվում է որ ցանկությունն էլ ինքնին պետքա մարի, բան կա չէ, նույնիսկ մեր հասարակությունում, որը տենց չասեմ տաբու է, բայց ստիգմա մինիմում կա, ստիգմատիզացված կա, որ տենց տարիքով մարդիկ, որ ջահել աղջիկ են կամ տարիքով կանեք ջահել տղեկի կամ ընդհանրապես որ նույնիսկ գիտես ոնց ասեմ որ տարիքով կանեք որ սենց քսվում են, շպարվում են, իրենց խնամքով հետո են բան անում, սենց բանը կա, չէ, որ այս ում համար անում։ Այսինքն միշտ մտածում եմ որ ինչ որ պիտի բան լինի, ինչ որ մեկի համար անի, ինչ որ մեկը պիտի լինի, էլի հասցեատեր պիտի լինի, էլի ինչ որ իր գործողությունների ու երբեք չեն մտածում որ նախ եւ առաջ ինքը իր համար անում, էլի այդ քո ասած այդ ցանկությունը մեջը կա։ Կապ չունի ինքը ինչ տարիքի է, էլի, այսինքն քանի բան չի էլի, ոնց ասեմ, տարիքային չի այդ ցանկության բանը, ավելի գիտակցական մակարդակի է, էլի, բայց մեզ մոտ ասում են ես ում համար անում, հաստատ մի բան կա, հələ սրան նայի, բան, ասենց ինչ որ հայերի մոտ ոնց որ մեր հասարակությունում ոնց որ բաներ կան, չէ, ինչ որ տենց ոնց ասեմ, ինչ որ տենց սահմաններ կան, չէ, որ մինչև այս տարիքը էսի պիտի անես, մինչև այս տարիքը էսի պիտի անես, մինչև 25 ամուսնանաս, մինչև 32-3 երեխա, մինչև այնտեղ 40 մի հատ սեփական տուն միտեղ գցես, դաչա է բանը, հետո թոր պահել, հետո թոր կպահես, հետո ոնց որ ասում են բան, մեր բակի մեջ է որ ասում է, հետո արդեն դու ինքն է կմեծանա, կամուսնանա, արդեն դու ասում եմ լավ տխուր բաներից այսօր չխոսանք ու հենց այդ դրա մասին է այս պատմվածքը որ փաստորեն այդ սիրունությունը կարա մարդուն այցելի նաև ոնց որ մեծ տարիքում էլ այսինքն այդ չգիտեմ եթե մարդը ունակա տեսնելու ունակա սիրելու կարա մեծ տարիքում էլ հայտնվի այն բանի պես է չնայած մի քիչ կոմիկ բան կա մի կայծից կարա վառարանները կրկին բրբրնկվեն չէ այդ նոցը հələ պինդ է էլի հա իսկ այդ բան իմիջիայլոց Վազգենի հենց պատմելու ձևի մեջ կա այդ կոմիկական բանը որ այսինքն ինքն էլ է մի քիչ ոնց որ խնդալով է նայում այդ իրավիճակին այդ մարդուն բան բայց չի ասի որ դա ասեն սարկազմա չի ասի որ դա ինչ-որ չար բան կա դրա մեջ հեգնանք թեթև կա բայց ոնց որ նաև սիրում է ինքը այդ հերոսին այսինքն տրագի կոմեդիա է դրա հա մի քիչ հա փորձում է նաև ներկայացնի որ ոնց որ այդ մարդն էլ ոնց որ այդ ձևա կարում էլի բանանի իր կպնի գեղեցկության ի վերջո ոնց որ ես այս վերջերս մի հատ բան էի գրում հատված էի գրում ինչ որ նոր բան եմ գրում որ տենց հատվածի մեջ մի հատ բան եղա որ ոնց որ ի վերջո մարդու մոտ այդ բանական բանը թողած մի կողմ որ ասենք ոնց է չէ սերը առաջանում բանական բանը մի կողմ դրած մարդը ոնց որ ի վերջո իրանից մի քայլ բարձրին ձգտում ունի իրանից ավելի սիրունին ինչ որ մի հատ անհավանական բանի կպնելու ձգտում ունի մարդը իմ կարծիքով էլի ֆենոմենալ ձգտում է դա հա այսինքն գիտես ոնց օրինակ ուսումնասիրում էի չգիտեմ Եսենինի բանի մյուսների կյանքը որ իրանք ոնց են վարվել իրանց կանանց հետ բան ընդհանրապես էլի շատ վատ կերպարներ են եղել որպես հենց մարդ որպես չգիտեմ ամուսին բան որպես ոնց որ շատ վատ ձեռքբերում են եղել էլի որպես սիրեկան բայց ինչն է այդ ցանկությունը այդ մարդ այդ կանանց չէ որոնք այդ ձգտում են կպնեն էլի այդ ինչ որ ավելի բարձր ավելի սիրուն ինչ որ մի բանով ավելի առաջ չէ ինչ որ կրկոտ իներտ չլինի միատոն չլինի որովհետև հակառախոսքի ոնց ասեմ կարա ճիշտ ամուսին լինի ճիշտ բանով էլի ճակերտների մեջ էլի ճիշտ են որ տենց գործը տունը տեն երեխեն աշտավարձը չգիտեմ մաշն են ոնց որ Վազգենի պատմվածքում կա հա բոլորը հերթով կարգով բայց աղջկա մեջը հա ոնց ասեմ այս վերջերս բաներ դե ես քանի որ մեդիա ու հաղորդակցություն եմ սովորում ի վերջո այս վերջի սեմեստրի դեպ բան կա չէ որ ժամանակին երբ որ ասում էին դե նորմալ է բան է նորմալ է ճիշտ նորմայի մեջ է նորմալ է եւ այլն ինքը միշտ ընկալվել է որպես դրական adekvat բան էլի որ ասում են նորմալ լավ բան է բայց հիմա օրինակ շատ եմ ես տեսնում որ տենց
ասում են դե նորմալ, yani տենց միջակ մի բան է, Հա, տենց անգամ տերմին կա, նորմիս են ասում մարդը, որ ամեն ինչը նորմալ է, արդեն հետաքրքիր չի, էլի։ Միջակ բան է, էլի, տենց այն որ, հա, օքեյ, հա, հետո, հա, օքեյ, հա, տենց նորմիս է, հա, տենց միջակ է, էլի, տենց աղ չկա մեջը, հետաքրքրություն չկա մեջը, բան չկա մեջը, էլի։ Այդ բանն էլ կա, որ տենց մեկը ուզում ես ինչ-որ ուրիշ բան, մեկը ուզում ես ինչ-որ նոր բան, նույնիսկ եթե 62 տարեկան հանդապահ ես ոնց որ Վազգենի հերոսը, նույնիսկ եթե կյանքով մի անգամ ես քո ասած թակավորական օր ունեցել, քո ասած մարդ զգաց է, մի անգամ ես փառաձեմ տեսել, մինչև մա հիշում ես աղջկա տանումն էլ ես դրել ու աղջկատ էլ ամենաշատն ես սիրում, նույնիսկ այդ դեպքում այդ գեղեցիկի հանդեպ ձգտումը ուրիշ երևի թե ուրիշ կյանքի հանդեպ ձգտումն էլ է, որովհետև այդ պատկերը որ նկարագրում է, թե Վազգենի մոտ ենք տենում, թե Վահանոյի մոտ ենք տենում, օրինակ Հրանտի մոտ դա չկա։ Հրանտի մոտ խումարը որ կարդում ենք, հիշում ես բանի կերպարը որ կար, այդ Արմենակի կերպարը որ կար, որ Արմենակին էլ է ինչ անընդհատ գայթակում, Փառանձեմից ավելի տենց Փառանձեմներ, հա, ավելի փառահեղ Փառանձեմներ, չէ, այդ Մոսկվայում, բայց ոնց որ Արմենակը չէ, Արմենակը այն որ ախպեր, դե ես եմ իմ կինն է, էլի, տենց չնայած դու զգում ես, որ բանը այդ գայթակղության փուլերը կան Արմենակի մոտ, այդ բաները կա, ոնց ասեմ, այդ բայց Իմիջիայլոց ես հետո մի անգամ էլ անպայման կարենք Հաղարձինի մասին, որի մեջ այդ հենց այդ թեման ավելի շատ է բացած, որ ոնց որ կնոջ ու ոնց որ մի հատ ավելի բանը ջահել, ավելի տենց հետաքրքիր կնոջ այդ բխաղն է ինքը ազատ կնոջ, որը ոնց որ կարա ստացվի, որ իր հետ լինի, եթե ինքը ցանկություն ունենա։ Այդ բանը կա ու տղամարդկային ոնց որ այդ գայթակղությանը դիմանալու, չդիմանալու, այդ թեմաները շատ խորացված է Հաղարձինում, էլի այդ քննարկենք ու էլի ոնց որ էլի ֆռում ենք այն մեր թեմային է, որ ամեն անգամ ասում ենք դա անելու ենք, էրոտիզմի բանը, ոնց որ քանի որ հələ որ շատը իմիջիայլոց տղամարդկանց են կադրադառնում, մեր հետևորդներից օգտատերից մեկը միգուցե մնացածները մտածում, բայց մեկը գրել էր, ասում էր ես չեմ մոռացել, որ խոստացել եք էրոտիզմի ու սիրային թեմաներով հաղորդում, սպասում ենք դրան, էլի։ Ես բայց կառաջարկեմ կանանց էլ ոնց որ անդրադառնալ, միշտ տղերքից ենք խոսում, այս սեքսիստական որջը ոնց որ դառել, այս չարքաստը։ Նկատես կանանց գրականությունից, որովհետև կնոջ տեսանկյունն էլ է այստեղ շատ կարևոր, էլի, որովհետև հետաքրքիր է, որ նաև ինչ որ հետաքրքիր է, որ տղամարդու թույլ կողմերն է այստեղ այդ մի տեսակ sense որ փափուկ մասերն է, էլի, տղամարդու բացվում sense մեր առաջ, որովհետև գրողները տղամարդ են, հետաքրքիր նաև կկարդան կանանց ու իրանց տեսանկյունից եք ունենանք ու երևի ավելի տենց համահավաք կլինի, երբ որ երկու սեռերի այդ բաներն էլ լինի, էլի, մեջը։ Այս երևի այս պատմվածքը տենց այդքանով կարելի է ավարտել, որտեվ ժամանակի բաներ ունենք, հələ երկու գործել ունենք, բայց ընդհանուր ինչ կուզեի ասել, որ Վազգենը այդ տղամարդու այդ ինչ որ կարծրացած ինչ որ կերպարների այդ վայրենի բանը չկա, այդ արչի բրուտալիզմը, չգիտեմ, վայրենի արչի բրուտալիզմը։ Ինքը ոնց որ դրանք այդ քո ասած բաները, այդ քո ասած այդ բրուտալիզմին, արչի այդ վայրի բանին, որը նաև կարար թվար քեզ, որ Վազգենը տենց պետքա գրի, այ իր մոտ հենց կակրած այդ կերպարները արդեն այնտեղն են ցույց տալիս, ոնց որ արդեն վերլուծված են, ավելի բաց են։ Երևում է, որ ասենք օրինակ այդ բրուտալիզմը ինչի՞ց է լինում ու ավելի շատ ծիծաղում է ինքը այդ բանի վրա, էլի, այսինքն ավելի շատ փորձում է բացի հենց գիտես ում տեսանկյունն է նկատում իր գրելուց, հատկապես երրորդ գործը որ կրուիզի խոսանք, մոր տղամարդու մոր էլի, այսինքն տղայի մոր տեսանկյունը ոնց որ լինի ու քանի որ գիտենք որ Վազգենն էլ ոնց որ մոր հետ շատ տենց կապ ունի, բանը կապ ունեցել շատ այնց կապված է եղել ու այդ հայացքը ես նկատում եմ էլի որ ասենք ոնց է մայրը նայում իր տղայի այդ տղայականությանը, այդ հախուռնությանը, բանը ինչ ուրիշ հայացք, այսինքն ինքը ոնց որ տակը գիտի ինչ է։ Այդ հայացքը Վազգենը ունի ու ամենայն հավանականությամբ հենց մորից եկած այդպես բան, այսինքն տղամարդկանց ինքը նայում է ինչ որ իմաստով սիրող կնոջ, ոչ չի ասի կնոջ ուղակի կնոջ, այլ սիրող կնոջ, այսինքն մոր, ով որ դաստիարակել է, որ մեծացել, այ իր հայացքից է նայում, ու երրորդ գործում, կրուիզում այդ ավելի խորացված է ցույց տալիս, երբ որ կհասնենք դրան, մի հատ էլի ոնց որ
հետ կգանք մի հատ էլի կնայենք այս բանը։ Իդեպ մի բան էլ էս գործի հետ ավարտելու, հələ մի քանի րոպե կանենք էլի գոնե տրամադրենք։ Երբ որ սկզբում ասացի, որ շատ նման է մտնաձորի չարքին, բակոնցի, ինքը շատ նման է բանի հետ, որ կա խաղաղ կյանք, կա խաղաղ միջավայր, գալիս է դրսից արտաքինից օտար ինչ որ մեկը, ինչ որ աղջիկ, լրիվ օտար այդ միջավայրին, ոնց որ բաներն էր Բակոստեր ասում էր սապոգների տակից վարդագույն մաշկը երևում էր։ Հա։ Ու ձիգշելով էր եկել, դե պատկասում եմ 20-ականների սկիզբ, Սյունիքի հեռավոր գյուղ, քաղաքից եկած ինչ որ կոմերիտական աղջնակ, կազմակերպչական ինչ որ էլի, այդպես ձիգշելով աղջիկը ձիակշում, այդ վարդագույն մաշկը սապոգի տակից գյուղի տղամարդիկ ու հետո նաև խորաստում էր, դե խորաստումա չէ ինքը գծերը պատմությունը, որ ասում է այդ գիշեր կնոջը տնենց սերեր արել, որ կինը զարմացել էր թե սովա բան էլի, տենց այդ այսինքն տղամարդկության տղամարդկային այդ սեռականության երկրորդ գալուստն էր էլի, ոնց որ նոր բաներ տվե։ Վազգենի մոտ իհարկե այդ գծերը ես չգիտեմ խի չկան անկեղծ, միգուցե չի կարում Բակոնցի պես գրի, հավանաբար չի կարում Բակոնցի պես գրի, միգուցե կարացելա չի ուզել, միգուցե իրա ոճով է գրել, որ Բակոնցին չնմանվի, հազար խնդիր կարա լինի, բայց այդ բանը ընդհանուր այդ տղամարդու առնականության, տղամարդու սեռականության, տղամարդու կյանքի իմաստավորումը կնոջ միջոցով, կնոջ շնորհիվ, ոնց որ կնոջ հայացքով այդ շատ կարևոր գիծ է ընդհանրապես մեր գրականության մեջ, նաև համաշխարհային գրականության մեջ, բայց հատկապես նաև մեր գրականության մեջ, ինչի եմ ասում, որովհետև այդ կարծացած ընկալումը կա, այդ ոնց ասեմ, շաբլոնը կա, որ մերը տենց մասկուլին հասարակությունն է, պատրիարխալ հասարակությունն է, կանայք ամեն ինչից դուրս են, կանայք ոչ ձայն չունեն, իրավունք չունեն, ազդեցություն չունեն։ Ես դեմ չեմ, միգուցե լիքը ֆորմալ առումներով տենց եղել է ու տենց հիմա էլ կա։ Բայց նյուանսներ կան, նույնիսկ ամենապատրիարխալ հասարակություններում, ես հիշում եմ ազգագրության դասախոսները ասում էին, որ եթե տղամարդը բանն է, չէ, եթե տղամարդը գլուխներ, կինը վիզներ, կամ այտենց ազգագրության մեջ հատուկ բաներ կային, չէ, խոսքի չգիտեմ, շերեփը կնոջ ֆունկցիան է, գավազանը տղամարդու եւ այլն էլ, ինչ որ այդպես բաներ կային էլի։ Հիմա նույն էս գրականության մեջ թե Բակոնցի, թե Վազգենի, թե Չարենցի, թե մնացածի, չգիտեմ, նույն բանի հրանտի մոտ այդ խումարումը Արմենակի կինը, չէ, Արմենակի կինը ոնց որ հերվից պահում է, չէ, Արմենակին այդ տարբեր բաների մեջ, ազդեցության մեջ, տարբեր գծերի մեջ, բաների մեջ, այդ բանը դու տեսնում ես, որ ինքը ֆեմինիստական գրականությունը այդ իմաստով, որ տղամարդիկ իրանց կյանքի իմաստը տեսնում են կանանց միջոցով, կանանց շնորհիվ, կանանց հայացքը շատ կարևոր է։ Ու այդ իմաստով հենց էլի վերադառնանք այդ մոր բանի հետ կապված, որովհետև հետաքրքիր մի հատ բան կար, Եգոր Գլումովը յուրեր կանչել ռուս հայտնի ռեժիսոր ազգանունը մոռացա հենց որ բանը ռուսկի կավչեկ բան որ նկարել է, այս վերջերս որ Պուտինի հետ հական ուղիղ եթերում խոսալուց է։ Ահա, Սակուրովին։ Սակուրովը հետաքրքիր Սակուրովը Դաղստան բան այդ կողմերը ոնց որ բան էր բացել։ Կինոդպրոց էր բացել ու շփվել էր ընդհանուր ոնց որ բան ու լավ տեղյակ էր ու դրսից հայացք էր իր մոտ, որ այս կողմի տղամարդիկ, այս հարավի տղամարդիկ իրա տեսանկյունից էլ ինքը քանի որ վերևն է, մենք իր համար հարավ ենք շատ ավելի հետաքրքիր բաները, շատ հետաքրքիր բան, այսօր ասում եմ կանայք ավելի ուժեղ են, տղամարդիկ ավելի հիստերիկ են, ինքը տենց մի քիչ իհարկե շատ բաներ է ասում, ոնց որ մանավանդ քանի որ ինքը ռուս էր ու մի քիչ սենց էր լինում իր խոսալուց, որովհետև ոնց որ չես ուզում էլի քո մասի տես բաներ լսես, բայց ուրիշից են էլ։ Բայց ինչ որ հատիկ կար դրա մեջ ճշմարտության էլի, հաստատ, այն իմաստով, որ ոնց որ այդ ընտանեկան այն բանը որ կա հայկական ընտանիքի այդ ոնց որ ռուսների համար հատկապես ոնց որ ցանկալի նաև ինչ որ դեպքում ինքը ամեն դեպքում ավելի շատ կնոջից է քան տղամարդուց գալիս ու ավելի շատ հենց կնոջ ոնց որ դաստիարակած բանն է էլի որ ոնց որ երեխուն փոքրուց տղա երեխուն նենց է դաստիարակում որ ընտանիքի կարիք է ունենում մարդը որ մեծանում է էլի օրինակ ռուսների մոտ այդ բանը ավելի
մի քիչ ուրիշ ձև է էլի արտահայտվում ու դրա համար անգամ հիշում ես վերջերս մի հատ կոմիկ կա Էդո Հովսեփյանը ստենդափի ժամանակ ոնց որ պատմություն է պատմում հայ հոր մասին պատմություն է պատմում ասում է papan որ լողանում էր սաղը խառնում ենք իրար սաղի գործի էր դնում բան որ մեծ աժոտաժ էր էլի սարքում իրա լողանալուց բան իրադարձություններ դարձնում բան ասում է այս նույն հումորը ոնց որ ռուսների մոտ էլ են պատմել ռուսները ասում է տենց չէին խնդում ասում է դե ռուսները ինչ գիտեն հերը ինչ է էլի որտեղ հասկացա ավելի ինչ որ բան կա էլի այդ կովկասյան կովկասյան տղամարդու բանը չէ ինչ որ կե բանը տեսակա չէ բանի մեջ բնության մեջ տեսակա ոնց որ վայրի բնության մեջ հանդիպող տեսակա որը մի քիչ ավելի ունի է իր մեջ այնց կակրած այդ թիթիզություններ ունի էգոիստություններ ունի Ապրոստը ուրիշ շերտերի վրա են դրած էլի այսինքն ուրիշ ոնց ասեմ ուրիշ մակարդակների վրա են դրած ուրիշ շերտերի տակ է այդ շերտերը մի քիչ դի փորփրես մի քիչ դի քերես մի քիչ դի հանես օրինակ այդ հայ տղեկի թիթիզությունը հեչ օրինակ նկատել ես ավտո քշելուց այն հատկապես որ մեխանիկական ավտո է լինում է ինչ սիրուն են սենց այդ բանը փոխում բան սենց է միցակ ինչ որ սենց խաղարկային ինչ որ բան կա թիթիզ սենց ջիգիտային այդ բանը կա այս ժամանակ ոնց օրինակ ենթադրում եմ ձի են քշել ասենք այդ բաներով չէ խաղերով բանով այդ նույն ձև հիմա ասենք ավտո կարան քշել այսինքն այդ տղամարդու կերպարը Ես նաև բանն եմ ես նաև տարիներ հիմա որ նայում եմ ու միշտ մտածել եմ այդ մասով որ այդ հատուկ ցուցադրվող ինչ որ հատուկ ցուցադրվող առնականությունը միգուցե կոշտությունը, կոպտությունը, չոբանությունը թեկուզես այդ իմաստով չակերտավոր այդ իմաստով հարաբերությունների մեջ բալանսը չկարանալ պահելը, որը տեսուց տա ես եմ տղամարդը բան միգուցե կամ որ պիտի չգիտեմ ավելի շատ աշխատի, ավելի շատ ունենա, ավելի շատ բան անի այս կամ այն կամ ինքը կարծում եմ շատ ժամանակ նաև գալիս է ոչ այնքան այդ ծայրահեղացված սրված էգոցենտրիզմից, ոչ այդքան այդ պատրիարխալությունից է գալիս, որ Իրանից սպասումները շատ են եւ այլն, այս կա այդ իհարկե կա, բայց դրանից բզատ, դրան զուգահեռ թեկուզես կա նաեւ բանը այդ թերարժեքության զգացումը, որ ինքը ոնց որ անընդհատ պիտի գնահատվի բանի կողմից, այդ գեղեցիկ սերի կողմից, կնոջ կողմից, սիրուհու կողմից, ընկերուհու կողմից, էլի այդ բանը կա, որ դու ոնց որ անընդհատ, նայ ոնց որ կանայք են իրենց անընդհատ զգում բեմի վրա ու պիտի իրանց գնահատեն Ընդհանրապես հասարակությունում այտենց է, էլի շատ բան կա, որ արա ով վերջ չեմ հիշում, եթե չեմ սխալվում, ֆրանսիացի հետազոտողներից էր, որը Լյուդովիկոս 14-րդ արքունիքի մասին էր գրել, բայց այդ արքունիքից ելնելով նաև ամբողջ հասարակության մոդելի մասն էր գրել ժամանակի, հետո գերմանացիքել են իրանից սորել, ասում էր ինքը ասում էր, թե հիմնականում երկու տեսակ մարդիկ կան, էլի, մարդիկ, որ բեմի վրա են ու մարդիկ, որոնք նայում են բեմին։ Ինքը ասում էր կամ օրինակ նույնը որ մարդը շքախումբ ունի, ինքը մարդ շքախումբ ունի, ու մարդ որը շքախմբի մեջ է։ Այդ էլի հիմա մեզ մոտ օրինակ այդ բանը կա որ դու տղամարդն ես, ուժեղն ես, բանն ես, ընտանիքի, չգիտեմ ես կոմեն կա, բայց զուգահեռ ոնց որ այդ անընդհատ այդ թերարժեքության բարդույթը կա, որ քեզ պիտի անընդհատ գնահ։ Չնայած դժվար է դրան կոչել թերարժեքության բարդույթ, այն իմաստով որ ամեն դեպքում քեզ անընդհատ գնահատելու են ուզես թե չուզես էլի, բայց այդ բանը, այդ կնոջ կողմից անընդհատ գնահատված լինելը, որ անընդհատ պետք է ապացես, ինքը նաև այդ բաներն է բերում էլի, կարող է հակառակ ռեակցիան բերի, որ ավելի չոբան դառնան, ավելի դեբիլ դառնան, թե կուզես ավելի տենց վայրենի դառնան, չկարանան էլի ու այդ Դե այդ բանի տակից դուրս գալը ամեն մարդու բան չի էլի։ Ուզերը բալանսավորելու բան կա էլի այդ իմաստով, այսինքն այդ ոնց որ մի պահ կարող 62 տարի պահի մեջը Վազգենի հերոսի պես հետո խոսքի ընդհանրապես որ ես գնա թիթեռնիկ հավաքելու ասում ամենասիրուն եղեգներ ճարի ուզում էր եղեգ տար ոնց որ պատանի լիներ 20 տարեկան կամ 18 տարեկան կամ 16 տարեկան որ թիթեռնիկներ հավաքում սիրացի համար էլի այդ հույզերի այդ զսպված հույզերի բալանսավորման բան կա էլի շատ մեծ ոնց ասեմ տենց Դե զսպանակի էֆեկտ է էլի օրինակ այս մարդու մոտ զսպանակի էֆեկտ է ինքը փաստացի ոնց որ ամբողջ կյանքը ապրել է այդ իր այդ մասը ցույց չի տվել էլի աշխարհին այտենց էլի մի հատ էլ հետաքրքիր մի քիչ տարածվում ենք բայց ինձ թվում է հետաքրքիր թեմա է մի հատ էլի հետաքրքիր բան կար ընկերս Երվանդ Վարդանյանը բաներ նկարել դոկումենտալ ֆիլմեր նկարել Նարդու գործարանի մասին Նարդու գործարանի աշխատողներ էին շատ հետաքրքիր գործեր Նարդու գործարան Արա սովետի ժամանակ հայտնի գործարան կար անունը հիմա մոռացա ուղղակի հենց ֆիլմի անունն էլ է տենց կգտնեմ
կգտնեմ կասեմ, կդնենք կամ տակը անունը, էլի կոնկրետ, ինքը ոնց որ եղել է կարևոր տենց լուրջ արտադրամաս է եղել, ոչ նարդու, էլի, ինչ որ ժամացույցային արտադրել, ինչ են արտադրել, կարծեմ, էլի։ Կա զեյթունի ժամացույց գործը։ Հա, ոնց որ հա, անուն կար ինչ որ, պրոստը չեմ հիշում այս բան անունը։ Եթե կոմ ժամացույց գործն է եւ կոմիտասիվրին է։ Օյով էր անունը ինչ որ օպտիկ, չեմ հիշում։ Մի խոսքով կարևոր գործան, որը դարել էր բան։ Այս պահին ինչ որ մի հատ տարածք են վերցել, արտադրամաս են բացել, նարդի են սարքում, էլի։ Ու ինքը ոնց որ գնացել այդ մարդկանց հետ երկար ապրել էր, ոնց որ ինչ որ գոնզո ժուրնալիստի գործ էր արել, դարձել էր իրանցից մեկը, որ իրան մոտ բացվեն այդ մարդիկ, ու այնտեղ մի հատ տղամարդ կար, հիմա ուզում եմ ասել տղամարդու կերպար, բայց այդ տղամարդը իրական էր, էլի կերպար չէր, այսինքն այդ մարդը ու ոնց որ ինքը նկարելու ընթացքում դե վերջում որ գործը պրծնում են, շորերը փոխում են, չէ, հագնում են տուն գնալու արդեն կամ դուրս գալու շորերը, գնում են։ Ու այդ մարդը փոխվելուց ոնց որ երոն նկարել էր այդ փոխվելու մասը, այդ մարդը որ հանվում է, ու դու նկատում ես, որ այդ մարդը կանայք են, չէ՞, սովետի ժամանակ տարածված էր, չէ՞, որ կանայք էին տատուրով, կանանց էին տատուրով, կամ ռուսալկեք հիմնական, հիշում ես։ Չէ, ես տատուն չեմ ասում, ռելեսի մի հատ ավելի հետաքրքիր մի հատ փախած բան եմ ասում, էլի։ Այդ մարդը ոնց որ 50-ից 60-ի մոտ մարդ էր, բայց սենց շատ լավ մարմին ուներ, այսինքն պարապած, սենց զիգ մարմին ուներ, բան։ Ու երբ որ ոնց որ դու նկատում ես, որ այդ մարդը չի բանանում, որ մի նկարի։ Որտեվ ենթադրել է, որ այդ մարդը ամբողջ կյանքը այդ մարմինը ունեցել է, բայց ոնց որ ցույց տալու տեղ չի ունեցել, այդ ոնց որ ինչ որ ներքին բան է ունեցել, որ տենց ուղակի թողերը բա, ինչի չերևա, էլի, այսինքն ես այդքան բանը պարապել եմ կամ չգիտեմ, աշխատել եմ, անգամ չգիտեմ, այդ մարդը չգիտեմ, body building-ով դժվար զբաղվել, ուղղակի իր ոնց որ բանը, իր բնական այդ սիրունությունը, նարդի building-ով զբաղվում։ Հա, ուզում էր ցույց տալ էլի աշխարհին ու շատ հետաքրքիր բաներ էլի, այդ տենց էլի գտած դες այս Վազգենի մոտեք այդ տղամարդու բավականին փակ sense ինչ որ պատրիարխալ բաների մեջ գտնվող կարծատիպերի բան, ոնց որ ինչ որ փոքր օթ լինի, որը բացվում է ինչ որ տեղից, որ մարդը ցույց է տալի, որ իրականում ախպեր։ Ուզում ասեմ, այդ բաները, որ հաճախ կանանց են տալիս այդ բաները։ Ընդհանրապես, քանի որ կին տղամարդ բաժանումը շատ ավելի մշակութային է, քան մնացած առումներով իրական բան կարելի ասել, այդ պահը, որ մշակութային տված է, որ աղջիկը օրինակ կարա սիրուն լինի, նկարվի, տարածի, չգիտեմ, իրան ցույց տա բան ու տղամարդը ոնց որ չի կարա, չի կարելի, սիրուն չի, լավ չի նայվում բան, այդ շատ ոնց որ սահմանափակող է մարդուն, որտեղ մարդը կարող ունի այդ հակումը, ունի այդ ցուցադրելու կարիքը ու մի խոսքով հետաքրքիր այտենց շերտեր է բացում, տես Վազգենը փաստորեն էս սենց պատմվածներով էլի։ Սկզբից մեզ թվում էր այդքան լավ գրող չի, եթե անկեղծ լինենք, բայց մի քիչ որ կարդում ես հետաքրքիր բաներ ունի էլի մեջը ամեն դեպքում, ասենք Վանոն հաստատ ավելի ուժեղ է, բայց Վազգենն էլ թույլ գրող չի, վատ գրող չի էլի։ Այո։ Հետո չգիտես ոնց կշարունակվի, վերջո շատ ջահել տարիքում է թարգել էլի, ասենք 29 տարեկանում երևի թարգել է 30 էլի։ Եթե նայես ուզում եմ ասեմ ես նոր սկսում եմ ինչ-որ լավ բաներ գրել էլի, կարող է ինքն լրիվ ուրիշ ուղղությամբ գնալ էլի։ Ասա ես նոր այն բանի պես է, չէ՞, ասում քո սովորածածը ամեն օր մոռանում եմ։ Լավ, թողենք այս հետաքրքիր բացվենք։ Խոստանանք հերթական անգամ խոստանանք լսողներին, դիտողներին, պատրոններին, սիրելիներին, որ այդ էրոտիկայի, սիրային էրոտիզմի, սիրո, կանացիության, տղամարդության թեման կունենանք նաև կին գրողների մասին մի քանի երևի թողարկում մոտ ապագայում հնարավորինս էլի այս տղամարդու բարակ սրտից ոնց որ այս բարակ զգայուն սրտից անցնենք բանին ուշ խորհրդային շրջանի լճացում Բրեժնևյան լճացում թեկուզես Անդրոպովյան լճացում Չեռնենկոյի լճացում այդ բանը չէ այդ պիցիլետկա պուշնեղ պախարոն երբ որ հետևից մեռնում են հա խորհրդային Հայաստան սովորական միջակ անդեմ հենց անդեմ այդ իմաստով նորմիս մի հատ բյուրոկրատ պատուր գառնիկիչը անունը լավն է հա այդ հա դե իրականում այտենց անուններ ընտրել այդ կերպարներ ընտրելն էլ է տաղանդ գրողի տաղանդը ցույց է տալիս էլի դու պիտի զգաս իրան պատուր գառնիկիչին անցնենք գործը որ քննարկում ենք հարգվածն է հարգվածը տենց է կոչվում հարգվածը այսինքն կոնկրետ մեկն է էլի պատուր գառնիկիչն է էլի
ինձ ինչն էր դուր գալիս, որ գրվել է հենց այդ ժամանակ Վազգեն եղել է դե ոնց որ ասեցինք ՎԼԿ-ի անդամ, իդեպ այդ ժամանակ ՎԼԿ-ի նախագահ Հրանուշ Հակոբյանն էր, հայտնի Հրանուշ Հակոբյանը, որ սոցիալ նախարար աշխատեց սովետի ժամանակ, հետո պատգամավոր էր եղել մի քանի անգամ, իդեպ առաջի խորհրդանում պատգամավոր է եղել բանի ժամանակ, դու ասա 90 թվականի խորհրդանում, Գերագույն խորհրդում պատգամավոր է եղել, հետո սոցիալ նախարար է եղել, հետո Սփյուռքի նախարար ամենավերջում, եթե հիշում ես, Հրանուշ Հակոբյանից մեդալ է ստացել Վազգեն Սարգսյանը, այդ իր հացի փորձություն բանի համար, դու ասա։ Այդ ժողովածուի համար, հա, ինքն էլ եղել է ՎԼԿ-ի անդամ եւ այլն, այսինքն տես նորմալ սովետական գրողի կարիերա է արել։ Սովետական գրողի եւ սովետական պարտիական ակտիվիստի կարիերա է արել, էլի, այսինքն այդ երիտ կուսակցական երիտ թևն է եղել, էլի, որ դա ՎԼԿ-ը, ու գործը, որ դու կարդում ես, ինձ օրինակ հիշեցնում էր իտալական սոցռեալիզմը, եթե ֆիլմ դիտողներ եւ նայողներ կան մեր լսողներում, մեր հետևորդների follower-ներ, հետևորդը հայերենում մի քիչ շատ ուրիշ իմաստուն, չէ՞, հետևորդը ոնց որ էս հետդ գալու մեկի բանը հեղափոխություն անեք, չէ՞, այդ իմաստով կա, չէ՞, բան, բայց follower-ը տենց հետևողն է, բայց հետևողն էլ ուրիշ իմաստուն, չգիտեմ, ինչ որ բառ կա, տենց ինչ որ կարելի է բանը։ Չէ, հետևորդ են ասում։ Նու ասում։ Բայց պրոս հայերեն հասկանում եմ ինչ ես ասում, հա։ Շեշտադրումը մի քիչ ուրիշ է, կոնոտացիան ուրիշ է։ Հետևորդներով հա կարաս հետաս ինչ որ բան անես։ Ապրես, հա, ինչ որ տենց բայց չես կարող մնաս, կարող եմ մեր հետևորդներով էլ դիտող մի բան անենք, էլի։ Դեմ չեմ։ Հա, այդ շրջանը կա, այսինքն 86-ին է, եթե չեմ սխալվում, Վազգենը ստացել բան, այդ գրական մրցանակը ստացել ՎԼԿ-ի, հեսա ասեմ 86-ին, այո, ՎԼԿ-ի մրցանակ է ստանում, 85-ին դառնում է գրողների միության անդամ, 26 տարեկանում դառնում է գրողների միության անդամ, 86-89 թվականներ Գարուն ամսագրում աշխատում, կարճ ասած, այդ լճացման շրջանի լավագույն կարկառուն կերպարա, թե կուսակցական, թե հա, ինքը երիտասարդական, Վազգենը, այո, թե կուսակցական, թե երիտասարդական, թե գրողական այդ համայնքի, այսինքն մարմնով ուղղությունով դրա մեջ է ու գրում է Պատուր Գառնիկիչի մասին, որը այդ ժամանակվա լճացման մարմնացումն է։ Այդ հիմա երևի դրանք այլ է կոչել թշվառություն, բայց դա թշվառություն չի, էլի, գիտես ոնց է, հենց լճացում, ինչ է ասում, ֆիլմը որ կար, կոչվում էր իտալական սոցռեալիզմից, նեոռեալիզմից, մի փոքր տղայի մասն է, ջահել տղայի մասն է եւ մի 16, 17 կամ 18 տարեկան ինչ որ տես մի բան, որը պաշտոն է ստանում, էլի, այդ պաշտոնի մասին է, էլի, ու տարապում է այդ պաշտոնի ձեռը, տենց սաղքան գերազել այդ պաշտոնը ստանա, տնեցիկ դասավորել են ծանոթով փողով եւ այլն, ու մտարապում է այդ պաշտոնի ձեռը ու ցույց է տալիս սաղ այդ բյուրոկրատիան, սաղ այդ ոնց ասեմ, սաղ այդ լճացվածությունը, այն որ մեռած բան կա, չէ՞, ու իզուր չի էլի, որ գործի մեջ հենց թաղման մասին է խոսում, ու որ դու էլ ասեցիր այդ Պիշնեղ Պախարոն, Պիծիլև Պիշնեղ Պախարոն, ինքը մոտավորապես հենց այդ թվերին էլ գրած բան է ու հենց մի խոսքով թաղում է այդտեղ ոնց որ ուրիշ իմաստ ստացած ինչ որ բան լինի, ռիտուալնի ինչ որ մաս լինի, այսինքն բայց կարաս սյուժեն ասես, որովհետև հիմա կարող չջոգեն ինչ։ Հա, սյուժեն սենց է, մի խոսքով այդ Պատուր Գառնիկիչը ինքը տենց բան է, մենեջեր սրեդնևը զվինա, բայց սովետական միությունում, էլ այսինքն ինքը ոչ մի բանի վրա ռեալ ազդեցություն չունեցող մարդ է, բայց ամբողջ կյանքը եղել է կառավարման մեջ։ Ցածր պաշտոն է ունեցել միշտ ու բայց միշտ եղել է վարչության պետ է եղել։ Հա, էլ ինչ որ բանի վարչության պետ է եղել, ասում է ես իմ ժամանակվանից ու այդ անուններն է տալիս հերթով այդ ղեկավարների, ինչ որ քաղաքի իմիջիալոց փոքր քաղաքի բանն է, որը ոնց որ մի տեսակ որովհետև Երևանի բան, հա, ամենայն հավանականությամբ հենց Արարատի բանն է, էլի ենթադրում եմ, քանի որ Վազգենը այդ կողմերից է այդպես մի հատ կերպար է, որը բան է անում, էլի, ամբողջ կյանքը այդպես ճիշտ ապրում է, ըստ իր այդ պաշտոնի, ոնց որ ոտերը ճիշտ վերմակի չափ բանսես ձգած ապրում է, էլի, ոչ ավել, ոչ պակաս, առաջ չեն տանում, հետ չեն տանում, էլի, ոնց որ ստաբիլ նույն վիճակում է, արդեն ահագին երկար ժամանակ քանի հատ բան է փոխել, էլի ոնց որ ասում քարտուղար է փոխել վերև։ Հեսա կներես մեջբերում անեմ շարունակի, հա, մեջբերում եմ անում գործից շատ լավ է նկարագրում էլի այդ Պատուր Գառնիկիչի կերպար, ասում ամբողջ կյանքում Պատուր Նազարյանը փոքրիկ, տաքուկ, մեջը կեր կողքը պտտիր պաշտոններ է վարել։ Ու այնքան հարմար է եկել մանր գործերի, որ լուրջ գործ տալու մասին չեն էլ մտածել։
չի էլ մտածվել։ Պատուր Նազարյանը օրինապահ մարդ է։ Սա ոչ միայն ղեկավար ընկերների, այլ այս փոքրիկ քաղաքի ողջ առաջադեմ հասարակայնության կարծիքն է։ Բայց որ ժամերով մտածեն, գլուխ էլ պայթեցնեն, Պատուր Նազարյանի նկարագրին էլ ոչ մի բառ չեն կարող ավելացնել։ Հա, հետո ասում ոչ լավ, ոչ վատ։ Ոչ վատ տան կարան ասեն, ոչ լավ։ Ուղղակի իր պարտականությունը ֆունկցիա է, այսինքն դա մարդ չի, ֆունկցիա է։ Այո, բյուրոկրատ է եղել, բյուրոկրատ ֆունկցիա է, բյուրոկրատի ֆունկցիա է կատարում։ Ու ինչ է կատարում, ոնց որ ինքը էլի հերթական տենց բանի ժամանակ, դե ինչ ձևի մարդ է, օրինակ ես չգիտեմ, դուք ոնց եք, ես օրինակ ինքս ինձ այդ իմաստով սիրում ուսումնասիրեմ, ու տենց մանկուց օրինակ մի հատ հատկություն ունեի, փոքր դպրոցում, որ դասի ժամանակ նստած, մաթեմի հատկապես ժամին, կարա ընկնեի երազներով, մտքերով բան, բայց այդ ընթացքում ես կարողանում եի անել այնպես դեմք, որ դասատուն մտածում էր ամենալավը ես եմ ջոգում այդ ինքը ինչ խոսում է, բայց ես вообще չի լսում ինքը ինչա խոսում, ասենք պատկերացրա երկրաչափության ժամը, ես մտքերով ասենք ինչ որ լրիվ ուրիշ տեղ եմ, ինքը ինչ որ բան է բացատրում, ես սենց էի անում, սենց։ Պետական մտքիս մեջ բան է անում, որի պետական հաստատությունների սոցիալական ցանցերի էջերին չես տեսել, որ սենց ինչ որ կայացում շարունակում, լուրջ դեմքեր են։ Սպիտակ սարոշկով լուրջ դեմքեր են, ինչ որ դեմը բլոկնոտ է դրած բացած, ձեռը գրիչայանի ինչ որ շեֆի ասած շեֆի ասածը գրառում անում, որ հեսա պետք է անեն, բայց տոտալ ծես այդ ամեն ինչը, էլի մի բովանդակային բան չէ։ Հենց այդ ծիսականության զգացումը Դաստոևսկին իր բաներում Դնիվնիկի պիսացել է, ոնց կասես, գրողի նոթերը, օրագրերը։ Այդտեղ մի հատ բան ունի, Չինաստանի հետ կապված, հենց սկիզբ առաջին բանն է դրա մեջ, որ ինքը ասում է իրան ինչ-որ պաշտոն տվեցին, Դաստոևսկուն հենց կանչել են, խմբագիր են տվել այդ թերթի, որի առաջաբաններն է ոնց որ հենց կակրած այդ սյունակների հավաքածուն է այդ նոթատետրերը, ու ինքը ոնց որ ասում է Չինաստանում օրինակ է դրան այդ գործողությունը մեծ ծես էր, որ ոտքով պետք է ներս մտնես, կայսրին որ հաճքով պետք է նայես, ոնց սենց անես, ոնց ի քանի աստիճան իջնես բարձրանաս, այդ ասում եմ մեծ բան Ռուսաստանում ասում ուղղակի կանչեցին, ասացին արա, վերցրու արա, ու այդ ծիսականության, իշխանության ծիսականությունը, ու այն մարդը որ ուղղակի հասկանում է ծիսականությունից, այսինքն այդ մարդը, պատուրը ուղղակի գիտի ձևերը։ Այո։ Դու ոնց պետքա լինես, ինքը ինչ որ բան է կառավարում, երևի վայթե չգիտի էլ ինչա կառավարում, այդքան կարևոր չի դու գործդ լավ ես անում, վատ ես անում, կարևորը ձևերը իմանաս։ Այսինքն այդ ներքին սահմանադրությունը որ կա իշխանականության, իրացիսականության այդ ամբողջ ներքին սահմանադրությունը լավ իմացող մարդ է ինքը բանը գիտի, ասենք ինքը ոնց է ամբողջ ընթացքում նստած խելացի հայացքով նստած է, որովհետև գիտի, որ խոսող է, որը իրանից ավելի բարձր պաշտոն է, պետքան մանգա խելացի դեմք, որը հասկանում է իր ասածը, ու ինքը ամբողջ ընթացքում տարիքով, յանի այդ իմաստությունը ժամանակի։ Խելացի դեմքով ինքը ամբողջ ընթացքում նստած սպասում է, որ պետքա մի հատ հայացք գցի իրան, ու ինչ է լինում, այդ հայացքը գցում է, բայց ինչ որ պահի տակ ինչ որ չի հասկանում ինչ եղավ, այդ մարդը վատ է նայում իրան, ղեկավարը իրա որին ինքը իմիջիալոց հիշում է, որ կոմեդիտական, չգիտեմ, բան դառնալուց ինքը տեսել է այդ երեխուն։ Այսինքն սանդալները երեխա վախտից գիտեմ դրան, էլ։ Հա, երեխի վախտվանից ինքը տեսել է, հիմա այդ երեխան դառել է ոնց որ իր ղեկավարը, ու ինքը այդ նույն հայացքով նայում է բանով, էլի։ Բանի հայացքով, էլի, Պաչինյոնին ոնց էր հայերեն։ Ենթակայի հայացքով նայում է այդ երեխուն, ու այդ բան, այդ մտքից, որ էսխիսը ինձ թարս նայեց, ֆռած կողքին ինչ որ բան ասեց, կարող է իմ մասին ասեց, ինքը ընկնում է տոտալ պանիկայի մեջ, որ ախպեր, բա որ ես կարող է ինձ հանեն գործից, կարող է ես որ մեռնեմ, թաղումս բան չլինի, Ինչև այդ մտածումը ասում է, բա կնիկս էլի բողոքելու է, այն դառնում այդ տղես, բան չեն կարում դրանից գլխի ճարը տենան բան անել, հետո է թաղումը գալի, բայց դեմից ոնց որ տնեցքի մասը մտածում, ասում է դառնում այդ ինչ են անելու։ Հետո ասում է թաղմանու, թաղումը այդ իմաստով հենց ինչի է հետաքրքիր է, որ դու շեշտեցիր այդ 5 տարի որ կենսեք էին թաղում, էլի ավելի լավ, ավելի ճոխ էին թաղում։ Ու այդ թաղման հետ կապված մի հատ հետաքրքիր էլի պատմություն մտքիս եկա, որ հիշում եմ Արմեն Շեկոյանի թաղումներ գրողների միությունից պիտի վերցնեին, էլի, ոնց որ ես գնացի վերջը մտա նստած ոնց որ նստած են դահլիճն է բեմի վրա Շեկոյանն է ու
նստած են ու մեծ մարդիկ են հիմնականում, տենց ջահելներ շատ չկային, տարիքով մարդիկ էին ու նստած իրար մեջ խոսում էին ու խոսում էին այն մասին ոնց են կազմակերպում թաղումը, որտեղ են թաղում ու ամեն մեկը ոնց որ գծում էր բա Իրանը ոնց պիտի լինի ու ինչ որ բանի ժամանակ ոնց որ մեկը մյուսին ասես դե էսի մրցանակ ստացած մարդ է, էսի պետությունը կկազմակերպի սրա թաղումը, այսինքն այդ արդեն թաղման սպասման ու թաղումը որպես կյանքի ոնց որ ամենակարևոր պսակը, որ վերջին բանը, որ պետքա դրվի, վերջակետը քո ապրած կյանքի։ Արա մի հատ դիպված պատմեմ կներես, հիշի շարունակ դիպված պատմեմ, այդ Գյումրու ընտրություններն էր մի քանի ամիս առաջ երևի Սարիկ Մինասյանը ԿՊ տեխնացիոն ինչ որ թաղամաս էր գնացի, եթե չեմ սխալվում, մուշ թաղամասներ։ Մի հատ տարիքով կին որ մոտեցել էր ասում էր թաղումս կանես, որ պաշտոնյա դառնաս։ Սարիկը որ խնդալով ասում է մեր ջան ասում է արխային լավ հաց էլ կտամ։ Այդ պաշտոնյայից սպասվող ֆունկցիան, հա, իշխան, որովհետև ինքը ոնց որ իշխանության մարմնացումն է, ինքը պետք է դառնա իշխանություն, ինքը պետք է լինի իշխանության։ Ու այդ մարդու ակնկալիքն է, էլի, այդ բանից իշխանությունից, որ թաղումը լավ լինի։ Հա, այն էլ ասում է, այն էլ շարունակում է, դե հասկանում է լոգիկան, էլի, որովհետև ընդհանուր թեմաներ կան կոմունիկացիայում, որ մարդկանց համար կարող են ասում է, լավ հաց կտամ, արխային, էլի, որ երեք թաղումդ կանեմ, նաև լավ հաց կտամ։ Ու որովհետև նույնպես պատմվածքի մեջ, Վազգենի պատմվածքի մեջ Պատուր Գառնիկիչն էլ է նաև այդ հացի մասին մտածում, ասում է դարմայդները գնալու են լավ հաց ուտեն իմ հաշվին, ասենք։ Ահա։ Արագ ասում են դնեն փոսը գնան լավ հաց ուտեն իմ հաշվին, էլի։ Այդ բանը կա էլի մի խոսքով այդ թաղման հետ կապած ինչ է այդ գրողների միության այդ բանը որ պատը միջադեպը որ իրար մեջ խոսում են աուրա ասում է էսի միշտ մրցանակ ունի սրան լավ կթաղեն պետական հանձնաժողով կձևավորվի ինչ էր թեման որ պետական հանձնաժողով ձևավորվի քո թաղման համար ու մարդիկ դրա համար վիզ են դնում այսինքն կյանք են ապրում մրցանակ են ստանում լավ գրքեր են գրում չգիտեմ այդ սովետական մտածելակերպն է լրիվ այդ ամեն ինչ իրանք անում են որ իրաց թաղումը լավը լինի էլի ոնց որ պետական բան կազմակերպի ասենք ինչ որ խումբա չէ ձևավորվում կարծեմ մշակույթի նախարարությունում տորի որտեղ որը կազմակերպում է կառավարական հանձնաժողովը կազմակերպում հա այդ է թեման էլի ոնց որ ու այստեղ էլ այդ պատունի միտքը հենց այդ է որ ախպեր ես որ մեռնեմ կարող այդ էլ չանեն ընդ որում ինքը ես այսքան հա ոնց որ վիզեմ դրե լավ ես ասում եմ լավ թաղումների եմ եղել լավ ճառեր եմ լսել ես ճառերից լսել որ գնա գալիս եմ էլի մարսախ կյանք պիտի անենց ապրի երազի որ տենց ճառերն են հա ու ասում է այդ թաղումներին սրանք է առաջի քարտուղարներ եկե երկրորդներ եկե երրորդներ եկե ասում է նույնիսկ Երևանից էր մարդիկ հա ասենց են որ տենց է պատվավոր ընկերներ էլի Երևանից ապրես հետո մտածում եմ արա բա որ էսի սենց ինձ նայես բա որ հեսա ինձ ուզենա գործից անի բա որ ոբշեմ ինչ որ բա իմ թաղումը հա այսքան ոնց որ այդ որովհետև այդ մարդը սաղ կյանք ոնց որ ապրելա սիստեմի կանոններով եկել է մի փուլի որ գիտի արդեն շատ բան չի մնացել վերջն է եկել ինքը ուզում է որ այդ ցիկլը փակվի ոնց որ էլի սիստեմի կանոնների ցիկլը փակվի ու այդ վախերից որ հանկարծ լավ չնայեց կարող սխալ էին նստած բանը որ այն որ ասում է բաներ լավ է մի պահ դաթար տվեց տեքստը կարդալուց այդ զայկուցողը բեմից ասում է հարցրեց թուքը կուլ տա օդ շնչի մի հատ երկու հատ բան էս կամ էլի հա ինքը շատ այդ ռիտուալ ասում է ոտերի տեղերը փոխեց որ արյունը շրջանառության էլի որովհետև երկար են նստում ասում է ճիշտ է տարիներով նստել է լրիվ այդ բանը տենում ես էլի այդ ոնց որ ներսը տենում ես այդ բյուրո դալիճի հոտը գալիս է վրիցը չէ նիստի դալիճի հոտը գալիս է վրիցը էլ եւ որ ասում է որպես խելացի մարդ հատուկ գիտեր որ պիտի նստի բանը շարքի ծերին բանին մոտի կլինի պատուհանին ու տենին մոտի կլինի որ ամառը պատուհանից քամի փչի օդ փչի հովանա իսկ ձմեռը տենին մոտ լինի այդ տակասնի էլի ձեռները ասում է գցմեր մեկ տենին բան ինչ որ սուպեր պրոֆեսիոնալ բյուրոկրատ է որը նույնիսկ հատուկ տեղերն ու դիճքերն ու ձևերը գիտի ինչ դեմքով նստի որտեղ նստի ոտը ոնց գցի ոտին տենց ոնց մտածի ինչ անի էլի սա դերասանության մի հատ ամբողջ մի հատ շկոլա է հա գիտես ես ինչ է հիշեցի ինձ պատուր օրինակ ով կարար լավ խաղար Պատուր Գառնիկիչի կերպար եթե դա նկարեին մի իտալացի դերասան կա Սորենտինոյի մոտ է խաղում են ձյաձի տարիքով
Բելիսիմայի մեջ էլ է Հա, խաղում։ որ վերջինը ասինք, էլի են Վանոյներ, որ նման ոնց էր անունը չեմ ասել։ Այս իդեպ թազա ֆիլմ է հələ, այսքան հիմա արդեն մի քանի օրից արդեն կինոթեատրոններում կլինի La Gracia-ն, էլի այդտեղ գլխավոր դեր է խաղում է Ձյաձը, էլի այդ Ձյաձի կերպարը, որովհետև ինքն էլ ունի այդպես բյուրոկրատիկ կերպար, այն բանի մեջ այն La Grande Bellezza-ի մեջ հենց այդ մի բան դրանից հետո էլ բանում երբ որ բանի դերն է խաղում Անդրեոտի դերն է խաղում Ջուլիա Անդրեոտի դերն է խաղում Իտալիայի վարչապետի իր նախարարի ոչ մի Ջուլիա Անդրեոտին Իտալիայի բոլոր պաշտոնները բացի նախագահից ունեցել է էլի 40 տարի իշխանության եղել պրոֆեսիոնալ բյուրոկրատ է էլի այդ Ջուլիա Անդրեոտի կերպարներն էլ են որ ստե նստես էս անես են անես էս դուրը էս ակնոց էս աչքը բաց sense այդ Պատրուկ Գառնիկիչի լրիվ այդ Ձյաձն է այդ բանն էլ էլի այդ իմ սիրած կինոյի մեջ այդ The Great Beauty-ի մեջ էլ այդ հատվածը կա որ ինքը այն ջահել աղջկան սովորացնում է թաղմանը ինչ պետք է անես ասում պետք է սպասես բոլորը գնան բանանեն ու վերջում դու մի քանի րոպե ուշ գնաս որ ասենք մարդիկ ասեն էս խի սենց ուշ գնաց էս խիաս էս դանդաղ քայլում բան ասում պարտադիր պետք է չլացես որովհետև լացել է Տոնի Սերվիլյոն հա որովհետև ասում լացել է այդ ասում հարազատների մենաշնորհն է թաղմանը ամոթա որ դու լացում ես դի թողես որ իրանց դերն է դու այդ դերի մեջ պետք է չմտնես իդեպ այդ բաներ Վազգենի այդ Պատրուկ Գառնիկիչի ռեֆլեքսիաները որ կան Վազգենի պատմվածքում այդ որ խոսքի ես ոնց որ կարևորությունից ընկել եմ, բա որ իմ թաղմանը չգան, ես աղի թաղմանը։ Ու անընդհատ իսպես որ ասում է, այս սրա ժամանակա ծապտվեն, նրա ժամանակա ծապտվեն, մեկի ժամանակ է ծապտվեն, մեկը դարավ նախարար բանսած ինչ որ։ Ուզում ասի որ այդ մարդը սաղքենք ոնց որ ծապտալու այդ էլ է, էլի, ծեսով գնացել է, էլի։ Ես հիշեցի պատմվածք, որը շատ նման է դրան, առնվազն գոնե սկզբի մասերը, Խեչոյանի բանը, դատախազի թաղումը։ Կարդացել ես շատ լավ գործ է որ էլի ոնց որ 80-ականների վերջն է վերակառուցումն է բանն է թաղում էին էլի սովետ այդ վերջում տես թաղման մասին ինքը ծես ի սկզբանն է Լենինից սկսած ես կարդացել եմ Կոտկինին որը ասում էր որ բանը այդ ցեկան ու ցեկա չէր Լենինի մեռնելու ժամանակ ուրիշ անուններ կոչվում այդ ոչ չեմ այդ իրանց բանը պրեզիդիումը էլի գլխավոր Ստալին ով որ կար այդ պահին ասում մոտավորապես 3 օր քննարկել են թե բանը լինի անուն ինչա Վագներ լինի թե Շոպեն ասեմ Պախարոնի մարշ 3 օր մենակ քննարկել են գործը որնա լինելու էլի որովհետև օրինակ ու նաև սովետի դրսի հետազոտողները ովքեր սովետ են հետազոտում դե որովհետև չէին կարող գան ներս կամ չէին թողում իրանք ոնց էին ուսումնասիրում նաև սովետական հիերարխիան չէ ով է դագաղի դեմից բռնած է հա դա ամենակարևոր բաներից է քանի որ պաշտոններով չէր լինում դա էլ ասենք էլ պաշտոններով չէր կարող հաստատ ասել որտեղ կարող է Անդե Մալինկովը գլխավոր պաշտոն լիներ, բայց երրորդ գծով, այո, բայց երրորդ գծով լիներ, էլի։ Ու շատ այդ թաղման ծեսի կազմակերպումը ով որտեղից է գնում, ոնց է գնում, երբ է գնում, ինչ է գնում, ինքը շատ առանցքային էր, էլի, որովհետև ոնց հին եգիպտական բանից եկած բան է, էլի։ Գիտես, բայց նաև ինչ իմաստով թե ով է ճանապարհում իշխանության, այսինքն ով է կազմակերպում իշխանության անցումը։ Կազմակերպողն է կարևորը, ջանում ես ոնց կազմակերպողն է հենց իշխանությունն էլի, ով է ում տանում, ով է որոշում, ով որտեղ պիտի կանգնի այդ որովհետև մահը թաղումն էլ է հիերարխիա ենթադրում։ Այդ ծիսականության բանը, հա։ Այդ ծիսականությունը պիտի կազմակերպես, այդ հիերարխիան պիտի կազմակերպես, ու ով որ կազմակերպելու է, իսկ հիերարխիան ու ծիսականություն կազմակերպել նշանակում ով է որոշել ով է դեմը, ով է երկրորդ, ով է երրորդ, որտեղ այդտեղ էլ հիերարխիա կա։ Ու ստայդում ես արդեն դու ջոգում էլի։ Ու Պատրուկ Գառնիկիչի սաղ այդ ցավը տարապանքը, որ ախպեր ինձ էլ սաղքենք բյուրոկրատ եմ եղել, սաղքենք պաշտոնյա եմ եղել էլի։ Որ ես եմ մեռնեմ իմ ժամանակ էլ ինչ որ ճառեր կասեիք, կենացներ կասեիք, չգիտեմ, բաներ խոսքեր կասեիք, այս սրանք գան, նրանք գան, բոլորը կգան, էլի ես էլ եմ սաղիդ վաղտ գնացել եմ թաղման, էլի։ Ու որ դու կարդում ես այդ ժամանակի, չեմ ասում ժամանակի շունչ էլի, որ փաստացի համակարգը պրծած է այնքանով, որ պաշտոնյան չի մտածում է ինչ որ բան անի, պաշտոնն արդեն մտածում է, բա որ մեռնեմ ինձով է թաղելու։ Այսինքն լճացվածության ոնց որ բացարձակ աստիճանն է, ջոկում ես, որ տենց Պատրուկ Գառնիկիչը ուղղակի այդ խորհրդային լճացած համակարգի այդ խորհրդային բյուրոկրատիայի սպառվածության մարմնացումն է ուղղակի։
Դու դե ժողովը պրծած այդ երկիրը էլ այդ իմաստով է պրծած էլի։ Իզուր չէ որ հետո Վազգեն ենք տես, դու սկզբից սկսար այս թեման, որ Վազգենը ինքը եղել է այդ համակարգի մաս, բայց ամեն դեպքում նոր համակարգում լիդերա դառել, ինքն է վերցրել իր ձեռքը ամբողջ բանը, քանի որ ինքը ոնց որ այդ լինելով այդ համակարգի մեջ, այսինքն կազմակերպչական ակնհայտ տաղանդ ունեցող մարդ է եղել, այսինքն որտեղ նայում ես ինքը գնացել է մի քանի տարի հետո ինչ որ վլաստիա դուրս եկել էլի, շատ արագ ու բան տեմպերով, արագացված տեմպերով, ինքը փաստացի ոնց որ նաև ենթադրում զգացել է, որ այս համակարգը մեռնող համակարգ է, մեջ եղել է, բայց ինքը ուղղակի սովորել է այդ ինչ կա չկա, որ հետո ինքը երևի գործածել է արդեն իրական արդյունք, երբ որ ինքը իշխանության է եկել, էլի, այսինքն այդ բանն էլ կա էլի, որ ինքը ուղղակի ակտիվ բան է եղել, ենթադրելի է, որ եթե սովետը չքանդվեր, ինքը կարող է լավ էլի մեծ պաշտոնի դառնալ, որովհետև ակնհայտ կազմակերպչական տաղանդ ունեցող մարդ է եղել, էներգիա է ունեցել առաջին հերթին, որ իր կյանքը նայում ես, իր գրականությունները նայում ես, կյանքը սիրող մարդ է, էներգիա ունեցող մարդ է, մարդկանց հետ հեշտ լեզու գտնող մարդ է, շատ արագ կարողանում է հասկանալ մարդկանց, ինչ որ իմաստով նաև կառավարել այդ մարդկանց, ու այդ իմաստով ինքը ոնց որ հենց լիդերի կերպար է, էլի, փաստացի այդ Ինչպես փոքրենք ինչ որ լիդերների դպրոց կար, այդ դպրոցում չեն սովորացնում, այդ ինչքան ուզում ես սովորացել, այդ մարդու մեջից կա էլ այդ էներգիան ցանկությունը, կառավարելու ցանկությունը, քո ուզած ճանապարհով տանելու ու իզուր չի որ Վազգենենք ոնց որ այդ բանի սովետը քանդվելուց հետո իրանց վրա վերցնեն իշխանությունը, որը նաև բեռ էր։ Շատերը հիմա ընդհանրապես շատերը կողքից միշտ իշխանությանը նայում են որպես ուղակի տենց համով կտոր էլի, ոնց որ ամենալավ կտորը վերցնել, բայց Դե հաշվի առնես էլի ինչ են վերցրել։ Այտենց ասեմ, Yaman գիտի ամեն մարդ չէր վերցնի, ամեն մարդը երկար չէր ձգի։ Դե նայ, մյուս կողմից նաև սովետի պես է շարունակել են իրանք, այսինքն այդ նույնիսկ Լևոնի հեղաշրջումից Լևոնի իշխանությունից զրկելուց հետո, Լևոնին իշխանությունից զրկելուց հետո, այդ հեղաշրջումից հետո, երբ որ Վազգենը արդեն Դեմիրճանին է հետ բերում, դա էլ է շատ սիմվոլիկ էլի Դեմիրճանի հետ բերելը, որ ոնց որ ես խաղաղությունը հաստատել եմ, մի բանը ուժը իմ կողմից է, շինարարությունը բանը քո կողմից է, այսինքն սա սովետի ոսկե դարաշրջան ենք վերականգնելու։ Ու նաև իր կադրային քաղաքականությունը, այնինք ինքը աշխատել էր Գարունում, չէ՞։ Գարունի բոլոր խմբագիրները, բոլոր գրողները, բանները իր ընկերներն էին ու բոլորի պաշտոնի էր նշանակել։ Այս կամացից այս խոսակցությունը գնալու է վերջում բան ենք դնելու Շանթ Հարությունյանից մի հատ վիդեո են դնելու։ Արտաշես Թումանյանը հիմա էլ Նիկոլի խորհրդականն է։ Դե ենք, ախպեր, ենք։ Ես չեմ կարա բան ասել։ Պատուր Գառնիկիչի բանն եմ էլի ասում, օրինակ Վազգենը դες գրել է, որ Պատուր Գառնիկիչը մահացավ։ Ինքը որ կարդում ես այդ գործը, ինքը հրաշալի գործ է, որ դու նողկանքով լծվես այդ փտած, քարացած, լճացած, գարշացած համակարգի վրա։ Ես որպես նայում ես թե ոնց են վերականգնել։ Ես որպես գրող ասեմ, որ ինչ որ մազոխիստական բան կա գրականության մեջ, որ անգամ այդ ամենազազրելի կերպարները, որը գրողը ստեղծում է, ինքը այդ կերպարներին սիրում է, որ չսիրես չես գրի։ Անկեղծ բան եմ ասում։ Լավ, արի բան անենք, ես ոնց որ արդեն շատ տվինք անցան։ Վերջի գործը թեև կարծում եմ հետաքրքիր քննարկում է, կարևոր քննարկում է։ Հերո մնացեք Պատուր Գառնիկիչների կամ սիրեք ձեր մեջի Պատուր Գառնիկիչին, էլի, եւ այսպես կարանք բան անենք։ Սաղս հոգու խորքում Պատուր Գառնիկիչ։ Ունենք մի փոքրիկ Պատուր Գառնիկիչ, էլի։ Երրորդ գործը դրախտն է, կրույզն է։ Կրույզը։ Որը լրիվ ուրիշ օպերա է։ Այո, լրիվ, էսել ոնց, այսօր դրա համար ենք այս 3 գործեր ընտրել, որոնք իրարից շատ ծայրահեղ տարբեր են, բայց նաև այդ ծայրահեղ տարբերությունը ցույց է տալի Վազգեն Սարգսյան գրողի այդ բազմագույն բազմաչափ էլի, այո։ Կրույզը Գյուղի Ժուլետայի մասին է, որը գյուղի աղջիկ է, որը երբ որ գյուղում գալիս են կինոնկարումներ են անում, հետո այդ բանի այդ տրուպայի հետ հետա գնում քաղաք, հետո փախնում է տնից փաստացի։ Տնից փախնում է գնում, աղբեր ասում է դրա գլուխը կջարդեմ, ես էլ քուր չունեմ, տնեցիք ասում են մենք էլ աղջիկ չունենք, պատվի նախանցախնդրության հարցը է, էլի, այդ ավանդական հասարակությունը, երբ որ աղջիկը ոնց որ տնից փախնում գնում է աղբորը հորը ոչի բան չդնելով էլի ոնց որ տենց տան անունը տան պատվը գետնով է տալիս հետո տարիներ թե ամիսներ անց Ջուլետը վերադառնում է ինչ որ տաքսիով ինչ որ մեքենայով արդեն որպես ջուլիկ
թույն հագնված, ոսկեղենով, թանկարժեք շորերով եւ այլն, իսկ մինչեւ էդ էլ անընդհատ տուլիկներ ա ուղարկում, տուլիկ հենց կարող երևի տենց ասենք, էլի կապոցներ ա ուղարկում։ Տնացոնց, տնեցոնց։ Ահա, ուտելիքներ, շորեր, հագուստ, փող ամեն ինչ որ բան քաղաքից ու գալիս է պատմա, որ ինքը ու գալիս է ասում, որ ինքը տենց բանա, ինչ որ ամուսինը լուրջ պաշտոնյա ա դառե սաղորը մինիստրների ու ինչ որ դեմքերի հետ է տալի առում եւ այլն ու աղբերն էլ վերջապես ներում է իրան, աղբերը նաև ներում է ու Վազգեն ակնարկում որ աղբերը նաև ներում է իրան, որովհետև դե այդքան ժամանակ ոնց որ աղբոր կնոջն է օգնել, ընտանիքին է օգնել, նվերները ուղարկե, փողը ուղարկե, իսկ աղբերը ոնց որ տենց աշխատող չարքաշապյա, բայց չի կարում տենց փողը վրա հետ գցի, ասում սաղկան գերազմ էր, բայց մաշնան ուներ, ինքնը մնացածի պես մեքենան էր, էլի։ Ու վերջում երբ որ արդեն մի քանի օր գյուղում մնում են բարիշում են բան աղջիկը մի քանի օր մնում է բարիշում են բան հետ գնալուց թազը տաքսիստ է գալի տաքսիստը ասում է այսի մեջ բանն է պիվնոյի ջուլիկն է բան տենց տալիս է տաքսիստի բերանը ջարդում է հա պիվնոյի ջուլիկն է այն իմաստով որ մարմնավաճառ է կամ չգիտեմ ինչ որ տենց հա ազատ ինչով է ասում սրան ուր դուց ես ճարե այ ախպեր էսի մեր պիվնոյի ջուլիկն է քեզ փող թողեց յանի փողը աշխատում էլի ասում է ոնց էր համել ասում է ոնց էր Ահա, ասում եմ ոնց էր էլի, ոնց էր համամել։ Այդքան տաքսիստիներ գցում է քացու տակ։ Փաստացի իր դժբախտությունը, իր բանը, պատիվը, իր կուրությունը, իր ես կարամ ասեմ նաև գիտակցված կուրությունը։ Այսինքն մարդը լավ էլ երևի գիտակցում է ինչա, բայց քանի որ տենց հայտնի չի շուխուր չկա բան, ման տենց ասում է դե լավ դե հիմա փողն է գալիս է ի վերջո։ Ոնց որ ուղեղի մեջ ինքն իրան այդ թեման փակել է իր համար, որ երևի իսկականից լավ ամուսնացել է, բայց ենթադրում եմ որ մտքի ծերով ունի էլի որ ինչ պահա է դի։ Ու վերջը տաքսիստին տալի շանսատականում այդ բան զուտ ցույց տալու համար, որ ինքը տղամարդ է, էլի ոնց որ։ Ու պատիվը պահում է, էլի, այդ իմաստով այդ տղամարդ այդ մաքուր մի անգամ էլի խոսացել էի, չէ, որ կան մաքուր ու ոնց որ տենց այդ ավանդական հասարակությունում այդ մաքուրի ու կեղտոտի սահմանը կա, որ չէ, էսի ճիշտն է, էսի սխալն է, էսի մաքուրն է, էսի կեղտոտն է։ Հա, այդ բանն է կա, էլի, ոնց որ ես գիտեմ, որ էլի պրակտիկայում տարածված բան է, որ մի քիչ հասարակության կողմից չընդունվող բարքերով ապրող կնոջ այդ կլինի հորը, կլինի եղբորը, բան, որին ոնց որ ամեն դեպքում խղճում են բան կողքից, ոնց որ ասում են բան արա, էլի ասա էլ իմ քուրը չի, էլ իմ աղջիկը չի, ոնց որ մաքրվի էլի քեզնից այդ բանը։ Խարանա, ոնց որ դու ոնց որ հրաժարվես էլի։ Դե հիմա տենց է ստացվել։ Տեր չես եղել, չես կարացել կամ մի բան սխալ ես արել, բայց քո մեղքը չի ի վերջո, տենց է դառել այդ մարդը, դու քո ոնց որ դու մաքուրի մեջ մնա, էլի աղջիկ։ Մինչև էտել ոնց որ քուրը համոզելով աղբորը 2000 ռուբլի փող ա տալի, որ իրանց իրադարձների մեքենան առնեն, որովհետև մերն էլ աուզում, կնիկն էլ աուզում, բոլորն ուզում են, հա, ու քուրը որ այդ բային ոնց որ քանի տաքսիստը ծածում, քուրը փախտում է քաղաքում։ Այդո պատմվածքը ավարտվում է մոր նամակով, որ շատ ուժեղ կտոր է, շատ ուժեղ, բան աղջկան, մոր նամակով ու այդ այս սկզբում որ խոսում էի մոր հայացքը երեխուն, հա, մոր հայացքը տղամարդուն եւ այլն այդ բանով էլ ավարտվում է որ տենց նամակագրում ասում է հա դե ոչինչ աղբորոց սիրտը կբարակացնի ոչինչ բան է ասում է ես բանկան եմ էլի դու բայց ընդ եթե կարաս մի 200 բանկի կռիժկա ուղարկի պիտի զակատանեմ կռիժկա չկա բան սենց այդ ավարտվում է այսինքն սկսում է բանով սկսում է ցուցադրական մերժումով ցուցադրական ոնց որ բոլորը դեմ են կարծես, բոլորը ասում են մենք աղջիկ չունենք, բայց հələ իրականում բան տեղի չի ունեցել։ Ահա։ Ակտ տեղի չի ունեցել այդ աղջիկը։ Հələ ոչ մի վատ բան չի արել հələ փաստը։ Գնացել է քաղաք իր կարիերայի լոգիկայի, կյանքի նպատակների համար։ Ըստ լոգիկայի անգամ վատ բան չի արել, բայց կա կասկած որ կարող է անի արդեն իսկ բան է, բայց երբ որ արդեն վատ բան արել այն իմաստով որ առանց ոնց որ առանց մեծերին առանց ոնց որ տան գլխավորն պատրիարխալ հասարակություն էլի գնացել է, չի հարցը, թողը փախե գնացել է։ Բան նկատի ունեմ այդ մակարդակի էլի, այսինքն իրանց համար պատկերացրու մամլավաճառ կամ չգիտեմ էլի, տենց բան դառնալը ինչ ահավոր բան է, տենց բան դեռ տեղի չունեցել, իրանք տենց ցուցադրական, շատ տենց ձևական այդ աղջկան ջնջում են իրանց կյանքից։ Աղբերը որ գյուղում հայտարարում օրդե բռնեմ գլուխը գջարդեն բանել, մենք երեխա չունենք։ Ի վերջո, երբ որ արդեն այդ ամեն ինչը տեղի ա ունեցել, բոլորը գիտեն, բան, արդեն կամաց գալիս է այդ բանը, որ օգուտ ունեն իրանք այդ ամեն ինչից։ Շատ հա
ոնց ասեմ, կենցաղային բան կա դրա մեջ, հա, թե կուզես, տենց կենցաղային, հա, բայց նաև ինչ որ իմաստով էքզիստենցիալ բաներ կան իր մեջ, այն իմաստով եմ ուզում ասեմ, որ գիտես ինչ պահով, որ աղբոր այդ կիսատության զգացումը, գիտես, աղբոր գործողությունները կիսատ են, ինչի են կիսատ, թեև ինքը հավաքում է այդ ամեն ինչը որ վառի, բայց ինքը իր հավաքում որ վառի, այդ քրոջ սաղ նվիրած բաները հավաքում է որ վառի, մեր ասում է դե գնա 2000 ռուբլին է գցի բեր վառի։ Հավեսիա բանա գցում է, ինքը գիտի որ չի վառի։ Կնիկն էլ ասում է յանի ինձ կյանքում շոր չես առել, դրել ես բան ես վառում, ասենք։ Սիրուն շորեր աղարի։ Այսինքն դու նենց մի ինչն է թեման, էլի, դու նենց մի տղամարդ չես, որ ունակ լինես տենց բան անելու, այդ է հենց ցույց տալիս։ Թեև ինքը ցուցադրաբար բերում լցնում, բայց չի վառում։ Ցուցադրաբար ջինսը որ ուղարկել է քուրը չի հագնում, բայց տեղ գնալուց դե հագնում է, դե հիմա չունի ուրիշ բան հագ, տեղ գնալու շոր չունի։ Այսինքն ինքը ցույց է տալիս, թե ոնց է այդ ցուցադրական բանը, ցուցադրական այդ ազնվությունը, չգիտեմ այդ բանը, ոնց են ասում, պատիվը բանը, ոնց է բախվում իրական կյանքին, ու ոնց է իրական կյանքը, ոնց է չէ, ծովը որ անընդհատ խփում է քարին ու կամած տեղը, ոնց է կամած այդ տղամարդու փաստացի երևացող այդ հասարակության համար ճիշտ կերպարը կամած մաշասին դարձնում է, հա, զիջումն է, էլի, որ կյանքը հաղթում է։ Ոնց որ ընդունում ես իրականությունը, ոնց որ կա։ Էլի շատ նուրբ պատմվածք է իրականում, հենց իմիջիայլոց ստեղ այս պատմվածքի մեջ գլխավոր կերպարը հենց եղբայրն է։ Եղբորը, եթե վերցնենք այդ բանով, թեորիայով եթե վերցնենք, ոնց է, չէ, գրականությունը, ոնց որ հերոսի փոխակերպումն է, որ հերոսը որ փոխակերպվում, որ ինքն է գլխավոր հերոսը։ Ու այս եղբոր կերպարը վերափոխվել է եղբոր կերպարի, ու այդ ամեն ինչը տեղի է ունենում մոր բանի վերևից հայացքով, էլի։ Մոր կնոջ բան։ Հա, մոր գիտես, խեմ մոր բանը շեշտու, որտեղ այստեղ մերը ոնց որ նարատորը չէ՞, այդ պատմությունը։ Բանը, հա, նարատորը մերն է, անգամ եթե տղամարդ է գրողը, ինքը մոր հայացք է ցույց տալիս, այսինքն Վազգենի մոր հայացքն է, ես տենց եմ տեսնում, էլի, այսինքն ոնց կինը կնայի իր տղու աղջկա կռվին ավելի հասուն, ավելի խելացի, դες ինքը ոնց ասում է, ես գիտեի, որ ասում է ինձնից ծնածը, այդքան հիմարություն չի ունենա, որ ռուբլին վառի, դες ինչ է ասում, ինքը ասում է, հերը ասում էր ինչ ես անում, չէ, որտեվ հերը վախում էր, ինքը հավատում էր այդ ձևական այդ ցուցադրությանը, բայց մերը գիտեր, որ չի անի, ու ինքը ավելի շատ խաղ էր անում, ինքը իր տղու այդ զգացմունքների հետ խաղում է, խնդում է, Համը մեղքն է գալիս, ասում է լացը, սադրում է, չէ, ասում է, վառի, հետո ջոգում է, որ հետո տղեն լացում է այդ պահին, ասում է, ախր ես ավտո եմ ուզում ունենամ ես 10 տարի, էլի, ու ասում է, ես էլ եմ հիմա լացում, հա, ես էլ եմ հիմա լացում, ասում է, արդյունքներս կտենաս բանի վրա, էլի, թղթի վրա, շատ լավն էր, իրոք սենց ուտելու պատմվածքեր էլի, սենց որ համով բան կար էլի մեջը, թեև այդ անկման փաստացի անկման մասին է, բարքերի։ Կամ անկման չէ, նույնիսկ լսի, ես ուրիշ բան էին մտածում։ Նորմալացման մասին, հա, ըստ քեզ ավելի։ Հա, ոնց որ բարքերի վերաիմաստավորման մասին է թե կուզես, էլի, այսինքն պատկացա կա ինչ որ պաշտոնական պաշտոնական, հա, հայտարարված ինչ որ ֆորմալ բարքեր, նորմեր ինչ որ, ու կա կյանքի իրականությունը, որը տարբերվում է այդ պաշտոնական այդ ֆորմալացված բարքերից, այդ ընտանիքի պատիվ, տղամարդու պատիվ, հա, որ տղամարդու պատիվը ընտանիքի պատիվը, կինը ոտնահարել է, աղջիկը ոտնահարել է, բան սենց կա, ու կա իրականություն, որը շատ ավելի շերտավոր է, շատ ավելի ուրիշ է, կա, ասենք աղջիկ, որ ուզում է սեփական կյանք ունենա, սեփական կյանքով ապրի, նոր բան տենա, ասма չի ոնց էր նկարագրում, ասма չէր ուզում էլի գյուղում կովի հետ կռիվ աներ։ Ասма դե որ մնալ ինչ պետք է լիներ։ Հա, պետք է գյուղում կովի հետ կռիվ աներ, ասեր այ անտեր դե հերիք ա էլի, հոգնեցի, քեզ բան արեցի, չէ, ինչ որ։ Ու ինքը ցույց է տալիս, որ այդ խզվածքը որ կա, պաշտոնական այդ բարքերի, հա, վարկու բարքի ու իրականության ինքը այդ տղեն
գլխավոր հերոսը, Ջուլիետայի աղբերը, ոնց է տառապում այդ խզվածքի վրա։ Ոնց որ այդ խզվածքը սենց բացված է բանի պես, ոնց ասեմ այդ իր մարմինը ոնց որ այդ խզվածքի մեջտեղ է։ Ապրես ասես բացվում է ինքը անդուդը գնալու։ Այո, այդ անդուդի վրա տառապում է, էլի ինքը, այսինքն ցույց է տալի ոնց կար այդ խզվածքի վրա տառապի մարդը։ ու ոնց որ տառապում է այդ երկու աշխարհների մեջ, էլի, որովհետև այդ խզվածքը շատ մեծ է, օրինակ Ջուլիկը չի տառապում, այդ աղջիկը չի տառապում, մերը չի Սաթոն, մերը չի տառապում, Հարսը չի տառապում։ Հերն էլ հա, բայց տառապողը հենց այդ աղբերն է այդ խզվածքի վրա։ Որտեղ աղբերն է, էլի, ի վերջո ոնց որ ինչ որ իմաստով այդ պատիարխալ հասարակության մեջ պատասխանատուն ամեն դեպքում նշանակված է աղբերը։ Հա։ Բոլորի մտքումը տենց է, որ աղբերը պետք է պատասխանատու լինի։ Ու այդտեղ հետաքրքիր մի հատ փախած էլի ես սիրում եմ դες փախած համեմատություններ իմ մոտ գիտես ինչը առաջացավ ինչ համեմատական Scarface-ը որ կա բանի Al Pacino հենց բան է ոնց է չէ որ ինքը տղեն գլխավորը Տոնի Մոնտանան ինքը ոնց որ գնում է աշխատելուց փող աշխատելուց մաքուր չի լինում այդ տիպի հասարակություններում այդ տիպի ներքևից դու չես կարող միգրանտը հա միգրանտը զրոյից է Կուբայից կարելի է ենթադրել որ նաև գյուղից քաղաք գալով տենց արագ հարստանալու էլի ձևն էլ տենց ռեալ օրինական ձև չկա ոնց որ տենց ընդունված ձև չկա չես կարա էլ ինչ որ բան կարաս մտածես ինչ որ Cinderella story-ա որ պաշտոնյա թե բանան բայց ոնց որ պատված կցի դալի որ տենց չի լինում հիմա նույնը այդ տղու կերպարն է հիշում ես այդ Տոնի Մոնտանան որ գալիս է փողա տալիս է մորը ու քրոջը վերջո քրոջը տանում է իր հետ էլի էլի այստեղ էլ հակառակ կողմն է անդեղ քուրն է չէ բանդան անդեղ էլ հա քուրն է այդ խզվածքի մեջ ընկած է հա քուրը քրոջ ընկերը բան հա այդ քուրն է այդ խզվածքի վրա ջարդվում ճիշտ է հա այդ բանն էլ է էլի նկատի ունեմ այդ գայթակղությունը նորմալ կյանքի ոչ թե գիտես ոնց այդ աղբերը նես չի ասում է ինչ որ գիտես եսի ինչեր անենք հարստանան բան է ես դա այդ պահը չի այսինքն նես չի կավատա դառնում ինքը իր քրոջ է նես չի որ ինքը այդ բարոյական բանից լրիվ ընկնում է եսի ինչա դառնում է իր նույնը մերը ասա ինչ ա ուզում էլի ասում է բանկի կռիշկա էլի մի հատ ասենք նես չի որ ուղղակի նորմալ են ուզում նորմալ կյանք են ուզում ապրեն իրանք չեն ասում մենք գործից ելնենք, չգիտեմ, ես ինչ անենք։ Անստենք վզիթ, հա, նստենք վզիթ մեծ պայս։ Ուղղակի ուզում են ոնց որ նորմալ զգացում ունենան էլի իրանց կյանքում էլի։ Ոնց որ մնացածը ապրեն, չգիտեմ։ Ինչ լավ ապրեն։ Այդ խզվածքը մի քիչ շատ, այսինքն շատ է երևում, շատ է ջարդում ու երևի թե Պատուրի գործ իհարկե շատ թույլ է, այդ իմաստով, ինքը տենց շատ ուժեղ չի, շատ ավելի ուժեղ գործեր կան, ոնց են բյուրոկրատները տառապում եւ այլն կամ նույն այդ բանի Փարանձեմի այդ գործից ավելի ուժեղ գործ կա, բայց երևի այս կրուիզը ամենաուժեղն է այդ առումով, էլի այդ թողել ենք վերջում։ Հա, շերտերը շատ են, դու զգում ես, որ այդ մորնամակը կոնկրետ շատ ուժեղ հատված է, որը Իմիջիայլոց անպայման խորհուրդ կտամ Վազգենի ոնց որ կարդակ, որովհետև իր կերպարից համ տարբեր է, համ նման է։ Այ հենց այդ զգացումը ես ունեի, հենց այս գործի մեջ էր այդ իմ արևը։ Հիշում եմ, որ ասում է իմ արև, հենց այդ բանով ու դու վտենում ես այդ Վազգենին այդ բանի մեջ, էլի պատմելու այդ ձևի, այդ անուշ սենց ինչ որ բանոց սենց էլի սրտոտ պատմելու, սենց կերպարներին սենց շատ սենց անմիջական լինելու բանի, այդ զգացումը ունենում ես իր արձակից ու կարելի է կարդալ մի խոսքով, շուտով մարտի 5-ին Վազգենի ծնունդն է։ Չգիտեմ, կհասցնենք էսի մարտի 5-ին դնենք, թե մոտակա շաբաթ կիրակին կդնենք։ Բայց ամեն դեպքում նկատի ունեմ, որ էդ էլ է համընկել է, որ Վազգենին սենց ենք շել, մյուսը կարելի է բան անել, Լևոնի բանը մենագրություններից մի բան անել, որ մեր ոնց որ մի հատ Վազգեն Մանուկյանի, ասենք մաթեմի ինչ որ բաներից, որ ոնց որ մեր Չէ, բայց Վազգեն Մանուկյանը լավ գրած ունի։ Գնացքից դեռնալու ժամանակ հրապարակախոսությունը ունի։ Հա, հրապարակախոսություն հա, բայց նկատի ունեմ դե Լևոնն էլ ունի ուժեղ։ Դե նկատի ունի բաներ եք, ասենք այն Լևոն բան, չէ՞, տենց բաներ։ Կիլիկյան։ Պատմական Կիլիկյան Հայաստանի մասին գիրք քննարկենք մյուսն է, որ մեր հայ ոնց որ իրանք ի վերջո Վազգենը Վանոն Լևոն է իմ համար, նաև Վազգեն Մանուկյանը երևի կարելի ասել, հիմնադիր հայրերն են մեր պետության։ Եթե այս պետությունը երկարի չգիտեմ 100-ավոր տարիներ երկարի, իրանք ոնց որ լինելու են պատմական կերպարները, որոնք հիշվելու են։
մեր էս բանից էլի, այսինքն ու հետաքրքիր բան է, որ ուսումնասիրություն անելուց այ հետաքրքիր իրանք շատ նման շատ տարբեր գծեր ունեն, Վանոն, Վազգենը, Լևոնը, Վազգեն Մանուկյանը շատ հետաքրքիր է, այ իրանք այդ իրանք խառնարանում է ծնվելի վերջո այս պետությունը էլի ու այս ձևը ստացել գորեսոր ահագին բողոքեց այս ձևից սա բոլորս ունենք այդ բողոքները այս ձևից ու այս վիճակից նաև տեսնում ենք այդ մեղավորության զգացումը, մեղքի զգացումը, որ ունեն այս մարդիկ։ Գիտես ոնց է, եթե նույնիսկ բայց նաև պետք է անկեղծ լինենք ասենք որ պետությունը չի առնոսում, ես մաշկով զգում եմ, որ նորմալ չի, որ 36 տարի հետո նույն մարդը լինի падգամավոր։ Ուրեմն մի բան են չի, կամ հասարակությունը դա մնացել նույնը, որը շատ վատ է, կամ է հասարակությունը փոխվել է, սիստեմն է մնացել նույնը, որը էլի վատ է, բայց նոր չես կարող էլի 36 տարի հետո։ Իմ ասածը գիտես որն է, որ ի վերջո բայց իրանց հետ էլի, նու Լևոնի Վազգեն Մանուկյանին հանած, իրանց հետ էլ շատ դաժանվարվեց էլի։ Կյանքը ի վերջո Վանոն ու Վազգենը այն երկու կերպարներն են։ Հələ նույնիսկ Վազգենի կյանքի համը Վանոն ոնց որ ավելի արանքը ճղեց էլի Վազգենը բայց նու էլի դաժան ճակատագիր ունեցան այս մարդիկ լինելով փաստացի բերցնելով իրանց վրա մի դեր որը միգուցե եւ իրանց դերը չէր այդ սիստեմը փաստացի խժրեց իրանց էլի հա այդ սիստեմը ի վերջո խժրեց գցեց դուց խժրեց ծամեց թքեց դուց իրանք լինելով փաստացի Վանոյի դեպքում էլ ենք այդ խոսում փաստացի լինելով այդ ներսի մարդ Վազգենը ավելի հա այո ունեին թեթև օրինակ Վանոն ուներ մի քիչ ավելի ուժեղ դիսիդենտություն, Վազգենը ավելի թեթև դիսիդենտություն, ավելի փափուկ է այդ փափուկ դիսիդենտությունն է, որը ավելի շատ ճաշակի հարց է, այն Սերժը որ հայտնի վիդեո կա, որ ասում ասեն կարող է ես վիսկի սիրեմ, Վազգենը գինի կամ արավ, չէ՞, այդպես հակասություններ են, ավելի շատ էսթետիկական ինչ որ հակասություններ են։ Իրանց ի վերջո այդ համակարգը չներեց տենց դուրս եկավ էլի, այսինքն տենց հասկացա ես, որ Վանոյին ավելի դաժան ձևով լարեցին, ոնց որ այդ համակարգից, իսկ Վազգենին ուղղակի համակարգի այդ բուրգերի եւ չգիտեմ ինչերի այդ պատերազմի արդյունքում Վազգենը ընկավ էլի, Վազգենին սպանեցին ու ես իմիջիալոց այդ բանը, այդ մեր parlamenti այդ հոկտեմբերի 27-ի բանը, ես տարիներ շարունակ ոնց որ կարող է տարվա մեջ մի անգամ, երկու անգամ վերադառնամ այդ դեպքին էպիզոդին ուսումնասիրեմ բան այդ որովհետև իմ կարծիքով այդ այնքան շատ բան է խոսում մեր մասին մեր պետության մասին մեր ազգի մասին այդ դաժանությունը այդ իրավիճակը երբ որ պետության առաջին դեմքերին կարելի է տենց սպանել չէ այդ հանդգնությամբ չէ օրինակ Ամերիկայում էլ են բան սպանել նախագահ սպանել բան չէ բայց այդ բանը որ պարլամենտ մտնել բան այդ հերոսակային այդ վիճակը այդ շատ բնութագրում է մեզ շատ ցույց է տալի որ մենք ինչ որ տաքություն կա մեր ազգի մեջ մի քիչ ծռություն կա կամ կար կարող է չեմ կարացեմ չնայած 16-ին ծռերը ՊՊՑ-ին մտել կա այդ բանը կա գիտես այդ մեկա կա ինձ թվում է հələ էլի իրան ցույց կտա ինքը այդ ամեն ինչը արագ լուծում գտնելու, տաքություն, տաք դատելու, այդ սառը դատելու ունակություն չունենալու այդ բանը, որ մեր մեջ կա, իրոք կա, ու այդ նաև պատճառը, այդ պատճառը, այս ամեն ինչը ինչ մենք այսօր ունենք ու դեռ ապագայում ունենալու ենք, մի քիչ sense դաժան ստացվեց, վերջաբանը, հա, բայց ինձ թվում է պետք է ազնիվ լինել, էլի, այդ բանը որ կա է, որ ասում են մեռածից հետո մենակ լավը, այդ ոնց որ շարունակությունը, չէ, մենակ լավը կամ ճշմարտություն։ Բանն է կա, չէ, ասում եմ իշխանության մասին կամ լավը կամ ոչինչ, չէ, նույնն է բանը։ Մահացածի մասին կամ լավը կամ ոչինչ։ Դե լոգիկան այն է, որ ինքը չի կարող պատասխանի քեզ։ Չէ, ես հասկանում եմ, բայց նկատում եմ իմ կարծիքով ավելի ճիշտ է ազնիվ, այսինքն ռեալ լինել, ոչ թե ոչինչ չասելն էլ մի բան չի, հետո ոչինչ մի ասա, չէ, իմ կարծիքով այդ կարևոր բան է, որ Վազգենին, բարոյապես ու էթիկապես դավաճանություն է, մահացածի մասին, ոնց ասեմ, դա հերիք չի ոչինչ ասել է, մի հատ էլ միֆականացնել է նրան, ամեն դեպքում լավ է, Իրա գրականությունը առնվազն միֆականացման մասին չի, ինչ որ մենք այս գործերը որ ընտրել էինք առնվազն դրա մասին չի էլի կյանքի սոցիալական իրականության, կենցաղային իրականության,
էթիկական խնդիրների, անհատի խնդիրների, հասարակության խնդիրների, բյուրոկրատիայի, անհատի տարիքով մարդու, չգիտեմ, այդ բարոյական արժեքների, հասարակության ու անհատի պայքարի այդ գրականությունը դրա մասն է, շատ առանցքային թեմաներ են, շատ կարևոր թեմաներ են, լավ գրող է Վազգենը այդ իմաստով, լավ նյարդին կպնով գրող է, ու ափսոս որ ոնց որ իսատա մնացել թե իր գրողական կյանքը, թե իր քաղաքական կյանքը, պետական կյանքը, այո, թե կյանքը ուղղակի, այսքանը երևի, հա, շնորհակալություն, որ մեզ հետ եք, գրեք, լայքեք, չգիտեմ, բաժանորդագրվեք, գրեք մեզ ձեր կարծիքը, չգիտեմ, կարևոր է ինձ թվում է այդ միֆական կերպարներից դուրս տեսնել մարդուն, իսկ գրականության մեջ կակրած Վազգենը ավելի ոնց որ հենց Վազգենն է, ու գրականությունը ինչքան է ասենք որ ինքը բանի մասին է, հա, fiction է, ինքը ինչքան էլ ասենք որ ինչ որ իդեալականացված բանի մասն է, նայած լավ գրականությունը ամենաիրականն է, որ կարա լինի, ամենանյարդին կպնողն է, որ կարա լինի, ու Վազգենի գրականությունը առնվազն այդ գործերը հենց դրա մասին են, որտեղ միֆական գործեր էլ ունի, բայց մենք հիմա դրա համար հատուկ այս գործերն էինք ընտրել, էլի։ Այսքանը, շնորհակալություն մեզ որ հետևեցիք, բաժանորդագրվեք YouTube-ին, կոմենտեք, տարածեք, լայքեք, դարձեք մեզ Patreon, աջակցեք մեզ ֆինանսապես, տարածեք ձեր ընկերների մեջ։ Մեր YouTube էջը ոչ մի ձև 1000 չի ասնում, որ մոնետիզացիա միացնենք, որ ծանոթների ընտանիքի բարեկամներին համոզեք բաժանորդագրվեն գոնե 1000 հասնի, նաև մոնետիզացիան կփորձենք միացնենք։ Հաջորդ եթերները լինելու են նաև կին գրողների մասին, ոնց որ ասեցինք, նաև այդ սիրո եւ էրոտիզմի մասին հայ գրականության մեջ տարբեր կողմերից կարող անայինք։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։ Ապրել, այնպես ապրել։ Դուք գնաք քո ոչնչությունը կանչա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։